computer։ Բարև ձեզ, սիրելի պրոֆարմցիներ եւ հարգելի հետևորդներ։ Սիրով ձեզ ենք ներկայացնում Պրոֆարմի հերթական հարցազրույցը ու կրկին պիտի հիշեցնեմ, որ Պրոֆարմը Շվեդիայում բնակվող հայերի LinkedIn-յան հարթակն է, հայ մասնագետների LinkedIn-յան հարթակն է, որի նպատակն է ճանաչել միմյանց, ոգեշնչվել միմյանցով եւ նաեւ սատարել միմյանց։ Մեր այսօրվա հարցազրույցի թեման եւ հյուրերը իրավաբանությունն ու իրավաբաններն են։ Սիրով ներկայացնում եմ մեր երիտասարդ իրավաբաններ Տաթև Մկրտչյանին եւ Մարիա Հակոբյանին։ Շատ շնորհակալ եմ, որ հրավերն ընդունեցիք եւ ժամանակ գտաք եկաք մեզ մոտ։ Ասեմ, որ Տաթևը աշխատում է պետական համակարգում, դատարանում, իսկ Մարիան աշխատում է մասնավոր ոլորտում եւ իրավաբանությամբ է զբաղվում մասնավոր ոլորտում։ Բարով եք եկել։ Շնորհակալություն։ Երևի կսկսենք մեր ավանդական առաջի հարցից, ու այդ ավանդական առաջի հարցը, որ բոլորին տալիս ենք, ինչպես հայտնվեցիք Շվեդիայում եւ ինչպես որոշեցիք դառնալ իրավաբան։ Կխնդրեմ առաջինը պատմել Տաթևին։ Խնդրեմ Տաթև ջան։ Շատ շնորհակալություն Զարա ջան։ Ես ճիշտ ասած ընտանիքիս հետ եմ տեղափոխվել Շվեդիա դպրոցական տարիքում։ Հենց ընտանիքս որոշեց տեղափոխվի, այդպես հայտնվեցինք Շվեդիայում։ Ու դպրոցը ստեղ գիմնազիա եմ ավարտել, հետո ընդունվել եմ համալսարան իրավաբանական ֆակուլտետը, ու հետո տարբեր տեղեր եմ աշխատել, էլ պետական համակարգում, հարկային վարչությունում եւ advocat ֆիրմայում եւ ուրիշ դատարանում, հիմա վերաքննիչ դատարանում եմ աշխատում։ Որ համալսարանն ես ավարտել այստեղ։ Ուպսալայի համալսարանը, իրավաբանական ֆակուլտետ, այո։ Պաստույն գիմնազիա, իսկ միշտ էի մտածում իրավաբան դառնաս, թե ինչպես ստացվեց քո մոտ դեմ։ Այդտեսա չէ, ես գիմնազիայում ընտրեցի այնտեղ պետքա ճյուղ ընտրես երկրորդ տարվի հետո, մեր ժամանակ չկար հենց յուրիդիկա, որ ընտրեիր, հիմա կարաս ընտրես կարծեմ, էկոնոմիկա, յուրիդիկա տարբեր ճյուղերով։ Բայց այն ժամանակ ես ընտրել էի մենակ սպրոկ կար ու Samhällskunskap, մեկ էլ կարծեմ, հետո Naturkunskap տենց բաներ էր, ու ես ընտրեցի լեզուներ, որտեղ լեզուներ շատ եմ սիրում, տարբեր լեզուներ սովորեցի, տարբեր լեզուներ գիտեմ, ու չէի մտածում ճիշտ ասած, ասենք, որ ընտրեմ, բայց հետո ընթացքում այս փիլիսոփայություն, տենց առարկաները սովորելուց ինձ շատ գրավեց այս իրավունքների հարցը, ու հետո մենք որ Շվեդիա տեղափոխվել էինք, շատ հարցերում, ասենք, եթե օրենքների տեղեկատվություն լիներ, ասենք ավելի հեշտ կլիներ, չէ՞, ինչ որ մի բաներ, քո իրավունքները առաջ տանել եւ բան, ու շատ բաներով, ասենք, այդ ինֆորմացիան չկար, ու ասենք չգիտես, ոնց որ իրավաբանի կարիք ա լինում, որ պետք է իմանաս, ու ինձ շատ այդ հետաքրքրեց ու որոշեցի իրավաբանություն ընտրեմ։ Ու ասենք, որ կարողանամ բոլորին օգնեմ իրավունքները պաշտպանելու հարցով։ Հետո ընթացքում տես դետեկտիվան գրքեր միշտ սիրել եմ, ֆիլմեր, փոքր տարիքից, դրա համար տենց ինձ գրավեց իրավաբանությունը։ Ու լեզուներն էլ, ասենք, որոշեցի տենց իրավաբանության մեջ կարամ ֆրանսերեն եմ ավելի շատ խորացել սովորել, ու ֆրանսերեն, ասենք, եվրոպական իրավունքների շարժում, ասենք, Եվրոպայում շատ մտածեցի ավելի ճիշտ կլինի։ Հետաքրքիր։ Պաստորեն գիմնազիան իրավաբանական չի եղել, այդ ուղղվածություն չի ունեցել։ Այն ժամանակ չկար։ Մենակ կարծեմ էկոնոմիկան էին մտցրել, եթե էկոնոմիկայի գծով ուզում էի շարունակեիր, բայց ես ընտրեցի Samhällskunskap էր, ոնց որ հասարակագիտություն կամ լեզուներ ու всё այդ էր։ Մեկը էկոնոմիկա, ու ասենք դրանցից դե տենց ֆիզիկա, քիմիա, այդ ասենք առարկաները այդքան ինձ չի հետաքրքրել, թեկուզ ես լավ եմ սովորել միշտ դպրոցում, բայց մաթեմատիկա սիրել եմ, ասենք, բան, բայց այդ գծով չէ, ինձ չէր ձգում էլի։ Ավելի շատ էս հումանիստ առարկաները, մեր հենց կոչվում էր հումանիստեր։ Այսինքն հենց գիմնազիայի տարիներին ուղղվածություն որոշեցիր ու վստահ գնացել ես առաջ, չես փոխարինել։ Այո, չեմ փոխարինել, շատ հետաքրքիր ոլորտ է։ Դա հետո կասենք դրա մասին երևի, բայց ուղղակի ասենք որ Շվեդիայում է սովորում, ասենք ոնց որ շվեդական օրենքներն է խորությունը, ասենք ուրիշ երկրներում աշխատելու որպես իրավաբան մի քիչ դժվար է, էլի, որտեղ ամեն երկրների իրավաբանական համակարգը տարբեր է։ Տարբեր է։ Լավ։ Շնորհակալություն։ Մարիա, քո մոտ ինչպես ստացվեց, դու ինչպես հայտնվեցիր Շվեդիայում ու դարձա իրավաբան։ Ես էլ Տաթվի նման չորոշեցի, ես 4 տարեկան էի, երբ որ իմ ծնողներս 99 թվին որոշեցին, որ էլ Հայաստանում պիտի չապրենք է։ Ու տենց մեկ եկանք սկզբից Նորվեգիա մի տարի մնացինք,
Հայաստանից հետո նոր տեղափոխվեցինք Շվեդիա։ Այսինքն ես Շվեդիայում ապրել եմ 5 տարեկանից, մանրապարտեզ, դպրոց, համալսարան, այդ ամբողջը ես կրթությունս այստեղ Շվեդիայում եմ ձեռք բերել։ Ես Լունդի համալսարան եմ իրավաբանակը վերջացրել, ու ինչու ես իրավաբանական այդ կրթությունը ընտրեցի, էդի տենց չէ, որ մի օր ես զարթնա ու ասեցի, ես պետք է իրավաբան դառնամ, էդի տենց չէր։ Ես կարծում եմ, էդի փոքրուց, հատկապես երբ որ դու ազուն վիճակում ես, ու դու տենց լիքը թղթեր ես ստանում միգրացիայից, չգիտեմ ինչ պետական տենց տարբեր մարմիններից, դու սկսում ես հետաքրքրվես էս ինչա, ու տենց էս ինչ օրենք է, ինչու չենք թուղթ ստանում, ու տենց տարբեր հարցերում, այդ տենց ոնց որ հետաքրքրությունը սկսել է, դե փոքր տարիքում, 10 տարեկան ենք երևի, երբ որ մենք այդ մնալու իրավունքը ստացանք։ Ու համել երևի շատ մարդիկ, որ այստեղ ոնց որ այլազգ մեծացել են, միշտ զգացել են, որ ասենք կարող մի քիչ դու շվեդից պակասեց։ Ու միշտ այդ զգացությունը ճիշտ ասած ես ունեցել եմ։ Դա համար ոնց որ իմ մեջ միշտ մտածել եմ, որ ես պետք է իրանցից ավելի լավ օրենք իմանամ ու լեզուներ նույնիսկ։ Ու տենց պայքար այ մեջ եղել, որ ես պետք է սովորեմ ու պետք է սովորեմ օրենք, որ ես իրանցից ավելի լավ իմանամ իրանց օրենքները ու տենց։ Բայց ես գիմնազիայում տենց էլի չէի իմանում 100% կոնկրետ ես ինչով պետք է զբաղվեի։ Այդ համար Քո գիմնազիան ինչ ուղղությամբ էր։ Naturvetenskaps այդ ուղղություն եմ ես ընտրել, ես չգիտեմ բնագիտություն, հա, հայերեն։ Բնագիտություն։ Էդի ընտրեցի, որովհետև ես չէի իմանում, ես կոնկրետ ինչ էի ուզում դառնալ, ու դա ամենալայնն էր։ Այսինքն, եթե ես այդ 3 տարին այդ գիմնազիան սովորեի, ես հետո ինչ ուզեի կարայի դառնայի։ Ոնց որ սա դուրերը իմ համար բաց կլիներ։ Մտամար տենց քիմիա, ֆիզիկա, այդ ամեն ինչ ես սովորել եմ, որը որ ասենք հիմա այդքան պետք չի, ոնց որ իրավաբան, բայց այդ վաղ տենց որոշեցի։ Ու տենց գիմնազիայից հետո արդեն ես հասկացա, որ իրավաբան ես պետք է դառնամ, դա իմնա, ես չեմ կարող մտածեմ ուրիշ ինչ բան ես կկարանայի սովորեի, ոնց որ, հա, չգիտեմ, այդ զգացությունն է։ Իքը դու էլ չես փոշմանել տաթևի պես։ Օրեր կա որ փոշմանել եմ, բայց չէ։ Դա օրենքի Շվեդիան իրոք օրենքի երկիր է։ Ու դու ասում ես ուզեցել ես ցույց տաս, որ դու հաստատ ոչ մեկից վատը չես մի բան էլ առավել, օրենքը իմանալով դու հաստատ դրան հասնում ես ու կարծում եմ ճիշտ ընտրություն եք կատարել։ Այ ասեցիք, փաստորեն տարբեր ուղղվածություններով գիմնազիայի հեշտությամբ կարողացել եք շարունակել իրավաբանական, այսինքն դա ինչ-որ ձևով խոչընդոտ չի հանդիսացել, որ բնագիտություն, լեզու, դա խնդրեմ չի եղել։ Այդ խնդիր չի եղել, բայց ընդունվել է իրավաբանական, հատկապես Լունդի համալսարանի եւ Ուպսալայի, որը որ տաթևն է սովորել, դժվար է։ Ես առաջ անգամ չընդունվեցի, ես 2 անգամ դիմել եմ, նոր ընդունվել եմ։ Ինչ-որ լրացուցիչ քննություններ պետք է անցնել դրա համար, թե միանգամից ձեր գիմնազիայի գնահատականներով կարողանում եք ընդունվել։ Նայած ինչ ես, որ ուղղություն ես դու ընտրել գիմնազիայում, բայց ձեր պարագայում ո՞նց է ստացվել։ Չէ, իմ պարագայում ասեցի չէ, որ ամենալայն ոնց որ այդ ուղղություններ էլի։ Այդտեղից ամենտեղ կարող եք գնալ։ Ամենտեղ ես կարայի դիմեի։ Լավ։ Իսկ Լունդ եւ Ուպսալա, փաստորեն երկուսն էլ ունեն իրավաբանական ֆակուլտետներ, երկու համալսարաններ ունեն եւ որոնք են ավելի համարվում ավելի լավ համալսարաններ իրավաբանների համար։ Հենց Ուպսալան ու Լունդը ամենալավն է։ Լավն է, դες լավն է։ Ասե, իմ ժամանակ, եթե ես պատասխանեմ առաջինը, ուրեմն 5 քաղաքում կար ընդամենը իրավաբանություն, յուրիստ պրոգրամ է շվեդերենով այսպես կոչված, ու Ստոկհոլմ, Գյոտեբորգ, Լունդ, Ուպսալա, մեկ էլ կարծեմ Լյուլեոն է, հա, Հյուսիսում, այնտեղ ճիշտն ասած այն կողմից ասենք իրանք շատ օգնում էին տուն ստանալ, տենց ամեն ինչով առաջ որ մենակ տեղափոխվես Հյուսիս, այսպես ասած։ Բայց հիմա կարծեմ տարբեր ուրիշ համալսարանում արդեն բացել են Օրեբրուն ունի, Կաշտադի համալսարան ունի յուրիստ պրոգրամը, ավելի շատացրել են ու
Այն ժամանակ երբ ես ընդունում տարի մի անգամ էր ընդունելությունը, միայն աշունն էր ընդունվում։ Իսկ մեր սովորելու տարիքի ընթացքում կարծեմ երևի մի տարի թե երկու տարի հետո արդեն գարունն էին ընդունում, այսինքն 2 տարին 2 անգամ կարելի է ընդունել։ Ու ինչպես Մարիան նշեց, շատ դժվար է ընդունվելը բժիշկների նման, ոնց որ բժիշկները, ինժեներները, յուրիստները շատ դժվար բարձր գնահատականներ պահանջում են, աչոկներով էր ժամանակ ու կարող ես նաև, ասենք, եթե գիմնազիայի գնահատականները չունես կամ ավելի ցածր են գնահատականները, կարող ես Högskola Prova կոչվում, Högskola Prova-ով ընդունվեիր, բայց ինչքան գիտեմ, տոկոսային հարաբերություն կար, որ ասենք Högskola Prova-ով մի որոշ տոկոս էին ընդունում, ավելի շատ ընդունում էին ոնց որ գնահատականներով։ Մի երրորդ մաս, ինչքան գիտեմ։ Մեր մոտ ճիշտ ասած մի հատ էլ կարամ նշեմ, որ ընկերներ ունեն, որ իրանք էլ այտենց եթե չեն կարող ընդունեն, դժվարանում են կամ գնահատականները չի հերիքում, որտեղ կոնկուրենցիան մեծ է, էլի շատ են ուզում ընդունվեն ու այդ ժամանակ ավելի է բարձրանում աչոկները ամեն ընդունելության ժամանակ։ Ու կուրսեր կար, որ կարող էիր այդ կուրսը սովորել ու եթե լավ գնահատական ես ստանում, բարձր գնահատական ես ստանում, համասարանում այդ կուրսը։ Կոչվում էր YIG, Juridisk Inriktning-kurs թե ինչ։ Ու եթե դա բարձր էիր ստանում, կարող էիր տենց էլ ընդունվել։ Շատերը տենց են ընդունվել Uppsala-ում։ Շատ լավ։ Իսկ Մարիա, եթե քեզ ինչ կրթությունը իրավաբանականում 5 տարի է, թե 3+2 ստանդարտով։ 4.5 տարի ամբողջ յուրիստ պրոգրամ է։ Ես որոշեցի, որ մի տարի ավել կարդայ master ես, ասին 2 հատիկ master ունեմ, Master of Laws and Master in International Human Rights Law։ Ես 5.5 տարի եմ կարդացել, բայց ամբողջ յուրիստ պրոգրամը 4.5 տարի է։ Այսինքն, բայց master էլ կա, 4.5-ից հետո մի հատ էլ master։ Չէ, 3 տարուց հետո այդ 1.5 տարին ոնց որ master-ն արդեն է լինում։ Ու այդ ժամանակ դուք ընտրում եք ուղղվածությունը, հա, ճիշտ հասկացա։ Սխալ կլինի ուղղվածություն նշել, դմար ինքը ավելի շատ ֆեյյուպնինգ, խորանում ես։ Ինքը տենց ուղղություն չի, ինքը օրինակ եթե դու ուզում ես դառնաս եւ բան որ զբաղվում է բիզնես իրավունքների հետ, տենց չի որ դու դառնես բիզնես իրավաբան։ Հա։ Ինքը դու կարաս խորանաս բիզնես օրենքների մեջ, բայց տենց ուղղություն չի, որ քեզ կոնկրետ տենց ոնց ասեմ յուրկի է տալիս էլի, որ ասեն կոնկրետ դու դառնում ես բիզնես իրավաբան։ Այդ նշանակում է, որ բոլոր ովքեր իրավաբանական master են վերցնում, նույն տեսակի master-ա դա։ Ինչ որ տարբերություններ չկան։ Ճիշտ է։ Այդ վերջին 1.5 տարին է, որը որ դու խորանում ես տարբեր օրենքների մեջ, դու ես այդ վախտն ընտրում։ Մի քիչ կախված է համասարանից էլ, ինչքան ես հասկանում եմ ծրագրերը, այդ 5-ը որ նշեցի, այդ ոնց որ տրադիցիոնի մեծ համասարանները որ ունեն, Uppsalan, Lund, Stockholm, Göteborg, Luleå, հենց Uppsalan ու Lund-ը կարծեմ նրանով են հայտնի, որ ուսանողական քաղաքներ են, համ էլ ավելի ուրիշ ձևով են սովորում հենց իրավաբանությունը, այդ պրոբլեմ բասիրատ մեթոդ է կոչվում։ Ու իր իմաստն է, որ պիտի դու բոլոր այդ ոլորտները իմանաս յուրիդիկա։ Ու ինչպես Մարիան նշեց, 1.5 տարին այդ 75 Högskola Poeng-ը, որ աչոկներով է համասարանում, մեկնակ այդ ուղղությունն ես ընտրում։ Բայց Linköping-ի համասարանը օրինակ ունի Affärs Juridisk Inriktning, որը այդ բիզնեսի ու ասենք Օրեբրոյում է Rechtsvetenskaplig Inriktning կոչվում ու ընդեղ էլ ասենք տենց յուրիստ ես ընկերի ունեմ որ Օրեբրոյում է ավարտել ու ինքը չի կարող ասենք դատարանում աշխատի կամ պիտի լրացուցիչ սովորի որտեղ ոնց է կոչվում Rechtsvetenskaplig պրոգրամ է կոչվում։ Ու դա չի կարող դատարանում աշխատի։ Իրանք ամեն բան չեն սովորում, ինչ որ որոշ պակաս բաներ կա ու նույնն էլ Linköping-ին է, որ ավելի այդ Affärs Juridik-ի վրա է, ոնց որ բիզնես ոլորտի վրա է, ոնց որ ամեն ինչ, ամեն ոլորտ չեն սովորում, դրա համար եթե պետք է ասենք դատարանում աշխատեն, դատախազ աշխատեն կամ լրացուցիչ կուրսեր պետք է, էլի սովորեն, որպեսզի տարբերություն կա, ինչ կրթություն ես ընտրում, բայց եթե ոնց որ հենց յուրիստ պրոգրամն ես ընտրում, դա ոնց որ լայնային իմաստով, որ բոլոր ոլորտները կարաս դու աշխատես։ Հետո ասենք մասնագիտանում ես աշխատանքի ընթացքում, ոնց որ ես կասեի, ես երբ որ սկսում ես աշխատես, նոր այդվաղ սկսում ես ոնց որ ավելի խորանալ ու համասարում այդքան տենց խորություն չի լինում, թեկուզ կուրսեր ընտրում ես, ընդամենը 75 աչոկը շատ քիչ է, էլի 2 թե 3 կուրս ես ընդհանուր ընտրում ու 4.5 տարվա մեջ դա շատ քիչ է։ Սովորաբար տենց է, ինչքան էլ սովորես մի տարվա փորձը 3 տարվա կրթություն արժի սովորաբար ավելի շատ արժի։
լավ, կրթական համակարգը պատկերացրեցին քիչ թե շատ, հիմա անցնենք աշխատանքային ոլորտին։ Այ Մարիան աշխատում է մասնավոր սեկտորում։ Ու Այո, գիտնեմ, որ նաև պետականում ես աշխատել։ Ու ոնց հասկացա, ձեր կրթությունը նենց է, որ թույլ է տալիս եւ մասնավոր եւ պետական։ Այ քո այդ աշխատավայրերի մասին Մարիա ջան, ինչ կպատմես։ Պետական սեկտորում որտեղ ես աշխատել, հետո ոնց ես անցում կատարել մասնավորին, ու հիմա ինչով ես զբաղվում։ Կպատմես դրա մասին։ ապնեմ է։ Ես երբ որ ուսանող էի, վերջի 2-3 տարին ես սկսեցի շաբաթը 2 օր աշխատեի advocat ֆիրմայում Կոպենհագենը, Դանիայում է։ Ու տենց երբ որ ավարտեցի, շարունակեցի իրանց մոտ աշխատել ոնց որ իավաբան եմ։ Ոյտի մասնավոր դե advocat ֆիրմայով այդ մասնավոր ինքը տենց է կամպանիա էր։ Այստեղ նաև նշենք, որ Մարիան ապրում է Շվեդիայում, բայց աշխատում էր Դանիայում։ Ամեն օր գնում էր աշխատանքի Դանիա։ Մալմեում ապրում էի ու ամեն օր գնացքով 40 րոպե գնում էի Կոպենհագեն, այդտեղ աշխատում էի։ Իսկ դանիերենով էիր աշխատում, թե Ոչ, անգլերենով։ դանիերենը չգիտեմ։ Դանիերեն շատ դժվար կլիներ, ես պատկերացնում։ Ինքը ոնց որ ուներ համ շվեդական, համ դանիական, համ նորվեգական, տենց տարբեր մասեր կար ու ես հենց կոնկրետ այդ շվեդական մասն էի աշխատում։ Բայց մեր կլիենտները շատերը միջազգային կլիենտներ էին, այսինքն 80% տենց անգլերեն էր, մի 20% էր շվեդերենը։ Ես այդտեղ մի 4-5 տարի հասրեցի այդտեղ աշխատեի, հետո ուզում էի մի ուրիշ մի բան անեի, նոր մի բան փորձեի։ Բայց այդտեղ ինչպիսի իրավունքով էր զբաղվում։ Իրավունքի որ տեսակներ։ Բիզնես օրենքները, ես չգիտեմ հայերեն ոնց է կոչվում, immaterial right։ Ոչ նյութական, ոչ նյութական, Ոչ ասենք նյութական, պատենտների, հա, տենց պատենտ, հա։ Ես ավելի շատ որը մարկեսրետի հետ էի աշխատում։ Հա, այսինքն բրենդերի բան այդ։ Այո, հա, բրենդերի հետ երևի աշխարհի ամենամեծ բրենդները մեր մոտ էին գալիս, որ կապված է Սկանդինավիայի հետ էլի դե։ Այսինքն քո հաճախ կլիենտները, քո հաճախորդների ժամանակ հենց ֆիրմաներ էին, տարբեր ֆիրմաներ էին, դու իրանց տարբեր ֆիրմաներ ունենք Gucci, Dior, տենց սկսած երևի տանք, որ ամենամեծ կլիենտներն էին, հա։ Տենց Բայց տարբեր եթե շատ։ օրինակ մոտավորապես բացատրես ինչ էի կանում այդ ֆիրմաների համար, ինչ էր նշանակում ոչ նյութական իրավունքով զբաղվել Gucci-ի համար։ Իրանց իրավունքները պաշտպանում ենք։ Եթե տենում ենք միտեղ կար որը մարկես ինտրոնգ, Ահա, որը այսինքն իրանց բրենդի դեմ ինչ որ մեկը գնացել է, օգտագործել էր, հա։ Իրանց բրենդը սխալ ձևով էին օգտագործում, տենց օրենքի դեմ տենց գործություններ էին անում, դա մեր պատասխանությունն էր, որ մի բան անել էլի։ Իսկ դա անում եք միայն Դանիայի չափով, թե Եվրոպայի կամ ավելի լայն։ Եվրոպա կասեի, որովհետև հենց կոնկրետ immaterial right դա եվրոպական օրենք է։ Իսկ ոնց է, ես բավականին անգիտակ եմ մեր ոլորտից, պետք է հարցնեմ։ Օրինակ Gucci-ն ձեզ գալիս ասում էր, այստեղ տեսել ենք, որ մեր լոգոն օգտագործել են, խնդրում եմ մեր շահերը պաշտպանեք, թե դուք եք ինչ-որ դրա մասին ինֆորմացիա հավաքում, ոնց է Համյանք էին տենում, համենք էլ ենք տենում, երկուսով։ կողմանի։ Դա իքիա։ Իսկ դա փաստորեն այդ դրանից հետո ինչ արեցի։ Մասնավոր ոլորտում աշխատեցի, ասեցի հերիք եմ, որ ուզում եմ հիմա ուրիշ մի բան փորձեմ, բայց տենց ստացվեց միջև ես միշտ մտածել էի, որ ուզում էի Things Notar-ի աշխատեի դատարանում, դա ես չգիտեմ, դա երբ որ ուսանողել ես, միշտ ասում են դա շատ լավ բան է, պետք է անես, չգիտեմ, տաթև համաձայն է դե չէ, բայց հենց առաջի օրվանից մարդն հա, անպայման պետք է Notar-ի շանսը անես։ Ուզում էի դա շատ անեի, ու մտքիս էդի կար, որ անպայման այդ անեմ, բայց միջև այդտեղ հասել է, ես մի տարի գնացի Հայաստան աշխատեցի իգործ ծրագիրով է։ Դա էլ է շատ հետաքրքիր։ Հա, որովհետև միշտ իմ մոտ այդ ցանկությունն էլ ա եղել, որ ես պետքա գնամ Հայաստան, տեղ ապրեմ, տեղ աշխատեմ, որ ես իոք հասկանամ ինչա ոչ թե հայ լինելը, բայց Հայաստանում ապրել է աշխատել։ Ապրել է, այո, այդ որ 10 օրով ես ամեն տարի գնում էի, դա
չես Տուրիստը, Տուրիստի զգացողությամբ էի գնում։ հա ու տենց այդ տեսա գործ ծրագիրը, որը այդ ծրագիրը, որ ամեն տարի իմանալով 2020 թվից են սկսել է, ես երկրորդ տարին 2021 թվին գնացի, էդի 50 սպյուրկը հայերեն է, որ կրթություն ունի մինիմում 3 տարի պետք է սովորած լինի համալսարանում եւ պետք է աշխատանքային փորձ ունենա, եթե չեմ սխալվում, հիմա մի քիչ փոխվել է, բայց այն վաղ մի 3 մինչև 5 տարի մինիմում է։ Եթե դու այդ ամնից ձեռք բերել ես դսում, դու կարաս կաս տենց տարբեր նախարարություններում, դատարանում Հայաստանում աշխատես։ Իրանք քեզ առաջարկում էին աշխատանք, այդպես է աշխատում։ Դու դիմում ես ու իրանք առաջարկում են որտեղ Կարող ես աշխատել։ կարող ես աշխատես, հա։ Այսինքն դու ստիպված ես փնտրել, իրանք քեզ առաջարկում են, դու ընտրում ես։ Այո, այսինքն շատ լավ է, որ ես արդեն որ հասա Հայաստան, ես արդեն գործես ունեի, իմանում էի ինչ պետքա մի տարի անեի, դա շատ լավ է, շատ լավ ձև է, եթե ուզում ես այդհաս փորձես յոկ հասկանաս ինչա Հայաստանը, յոկ հասկանաս Հայաստանը ինչա։ Ու տենց մի տարի այդ արեցի։ Իսկ որտեղ աշխատեցիր Հայաստանում։ Սահմանադրական դատարանում է։ Աշխատանք ես անգլերեն էր, հայերեն չէր։ Ուտեղ մենք շատ research էինք անում, այսինքն երբ որ հա ուսումնասիրություն, երբ որ պետքա դե 9 դատավորներ կան, ու երբ որ իրանք պետքա մի հարցում դատեին, օրինակ հիշում եմ կոնկրետ իրանք պետքա այդ վաղ կովիդի ժամանակ էր, կովիդի հետ կապված իրանք մի դեպք կար, որը որ իրանք պետքա դատեին ու մենք պետք է ուսումնասիրենք ոնց են այդ հարցում դատը Եվրոպայում ու Ամերիկայում է, որովհետև ընդհանրապես Հայաստանում այդ դատական համակարգը շատ influenced ռուսական, ասինքն ռուսական ձևով են իրանք շատ գնում, որ մենք ուզում ենք ավելի շատ այդ եվրոպական, ամերիկական մտածելակերպ ձև մտցնենք։ Իսկ հայերի հետ էիր աշխատում, այդ թիմը ում հետ աշխատում էր հայերեն, թե էլի եկած մասնագետներ։ Բոլորը հայերեն, բացի մի հոգի։ Կատյունում տեղացի հայեր են կատյունի, տեղացի, այո, հենց տեղացի հայերը։ Մենակ մի հոգի էր կար անունը Ամարաս, ինքը Ամերիկայից էր, ինքն էր իր գործ ծրագիրը անում, ինքին հետ աշխատում էր։ Ինքը ավելի շատ այդ ամերիկական ձևներ ուսումնասիրում, ես եվրոպական, որ մենք փորձենք, որ իրանք մի քիչ ավելի քիչ այդ ռուսական հին ձևով դատեին։ Շատ հետաքրքիր է։ Դեռ կխոսենք տարբերությունների մասին տարբեր երկրների։ Հնարավորություն կունենք դրա մասին խոսել դեռևս։ Իգոր սպասել մի տարի աշխատեցիր Հայաստանում։ Հետո ինչ եղավ քեզ։ Հետո եկա հետ Շվեդիա, որովհետև անպայման ուզում էի այդ դատարանում աշխատեի, ոնց որ Things Notaria։ 18 ամիս մի տարուկես այդ աշխատեցի ու հասկացա, որ պետական մարմինը իմը չի, չեմ ուզում այդ ճանապարհը շարունակեմ։ Ու հիմա մի ամսից մի քիչ ավելի շատ է, որը աշխատում եմ, էլի հետ եմ գնացել մասնավոր ու աշխատում եմ միաբաբան ինքը կամպանիա, որ կոչվում է Ludvico Company։ Ու ինչով ես զբաղվում այդ կոմպանիան, որ տեսակի իրավունքով։ Ընտանեկան Այսինքն բիզնես իրավունքով զբաղվել ես, պետականը փորձել ես, հիմա ընտանիքի իրավունք ես գնացել։ Այո։ Ու այդ ինձ թվում է այդ ֆլեքսիբիլությունը, որ տարբեր ոլորտներ կարող ես գնել, ահագին հետաքրքիր է ձեր գործում, այսինքն չես կարծանում մի տեղում, կարող ես տարբեր բաներ փորձել, այդ հնարավորությունը ունեք փաստորեն։ Լավ, շատ շնորհակալություն, անցնենք Տաթևին։ Տաթև ջան, դու պետական սեկտորում ես գիտեմ աշխատել երկար, դու ինչ կպատնես քո աշխատանքի հիմիկվա անցած ճանապարհի մասին աշխատանքային։ Ես ավարտելուց հետո ընդունվեցի հարկային վարչություն, այդտեղ եմ աշխատել, բայց ոչ թե հարկերի հարցերով, այլ այդ ազգագրություն, որ տարբեր, ասենք ամուսնություններ, որդեգրումներ, այդ բոլոր գրանցումները արվում է Շվեդիայում, այդտեղի արտասահմանյան բաժանմունքում, որ այդ ամեն ինչը եթե գրանցվում է ուրիշ երկրներում, մենք նայում ենք ու տեսնում ենք, ասենք շվեդական օրենքներին համապատասխան է, կարող ենք ճանաչել, թե ոչ, ու շատ հետաքրքիր էր իրանց հետ աշխատել, ոնց որ բոլոր երկրների օրենսդրությունները ուսումնասիրում էիր,
նույնիսկ Հայաստանի համեմատում էր, ու հենց ընտանեկան հարցերով, հենց ամուսնանալու հարցում, բաժանությունների, ծնողներ, երեխաներ, հենց գրանցելը, ու նաև անունները, հենց մարդկային այդ անունների օրենքներ կան լավ, շատ հետաքրքիր էր, ու տենց մի քանի տարի աշխատել եմ թարգային վարչությունում։ Հետո ես էլ ինչպես Մարիան նշեց, այդ հետաքրքիր էր իմ համար դատարան գնալը, որտեղ այդ նոտարիal steering-ը որ կոչվում է, դա ոնց որ ասած լիցենզավորում դրա համապատասխան ինչ-որ մի բան է, որ դու դատարանում աշխատում ես, համաշխատում ես ու սովորում ես։ Ու ասենք եթե դա անում ես, դու կարող ես հետագայում դատավոր դառնալ կամ դատախազ։ Այսինքն այդ change steering-ը, որ ասում են այդ change steering-ը, հա, ոնց որ ասենք բժիշկներ ունեն հիվանդանոցում change steering, մենք էլ բայց շատ դժվար է ընդունվելը, էլի կոնկուրենցիան ահավոր դժվար է, ու դրա համար այդ որ սկսել ենք սովորել համալսարանում առաջ էր, բայց բոլորը դրա մասին էին խոսում։ Ու դա մենակ հենց Things Red-ում կարող եք անել, այդ մյուս տեսակի դատարաններում չեք կարող։ Կարող եք, բոլոր դատարաններում կարող ես անել։ Ցանկացածում կարող եք։ Ու քանի որ ես ունեի ահագին փորձ հարկային վարչությունից, ես այնտեղ 4 տարի աշխատել հարկային վարչությունում, ու այդ ժամանակ ընդհանուր 2 տարի է շեստյորինգը, բայց քանի որ եթե դու ուրիշ տեղ աշխատել ես փորձ ունես, կվալիֆիցիրատ ոնց որ բարձր կարգի իրավաբանական աշխատանքի, իրանք կես տարի կրճատում են անում, 1.5 տարում ես անում այդ նույնը։ Ես տենց տեղափոխվեցի Լինշոպինգ քաղաք ու ընդունվեցի էլի Things Red, Մարիայի նման, ու տենց 1.5 տարի այնտեղ արեցի ու դրա հետաքրքիր հենց այնա, որ համ դու սովորում ես, համ ոնց որ դատարանի դատավորի օգնական ես աշխատում, դատերն ես դու ես ասեն գրանցում, այդ դատավճռի առաջարկ ես գրում ու նաև դու ինքդ որպես դատավոր աշխատում ես, դու քո գործեր ունես ըստ փորձի տարբեր գործեր ես անում եւ քրեական եւ քաղաքացիական եւ շատ հետաքրքիր է։ Ու դրանից հետո ես էլի աշխատել եմ մասնավոր ոլորտում, advocat ֆիրմայում եմ աշխատել ու այդտեղ աշխատել եմ բոլոր հարցերով, գրեթե թե ընտանեկան հարցերով, թե քրեական, թե միգրացիոն հարցերով ու այս դեպքում ես մարդկանց էի ասենք պաշտպանում, օգնում մասնավոր սեկտորի կողմից։ Մասնավոր սեկտորով, այո։ Շատ հետաքրքիր էր ու ուղղակի դրա ոնց որ վատ կողմն էր, որ փոքր ֆիրմա էր ու ընդամենը 2 advocat էին աշխատում եւ ես ու իրանք բոլոր ոնց որ Շվեդիայի քաղաքներից գործեր էին վերցնում ու ոնց որ պիտի մի օր գնայր Գյոտեբորգ, մյուս օր գնայր Լինշոպինգ, մյուս օր Լինշոպինգ, վազվզոց էր շատ։ Ու թեկուզ գործը հետաքրքիր է, բայց շատ ծավալուն ու ծարաբռնվածությունն է շատ ու շատ ու ասենք որպես թեկուզ դու ունեիր այդ շենստյորինգը, բայց հələ 3 տարի պետքա տենց բյուրոյում աշխատես, որպեսզի կարողանաս advocate դառնաս։ Ու ասենք այդքան ազատություն չկար էլի գործեր ընտրելու, ասենք ինչ գործ տալիս էին, պետքա անեիր, տենց ես զգացի, որ դա իմը չի, ու որոշեցի ուրիշ տեղ գործ փնտրեմ։ Ու գտա գործ հիմա վերաքննիչ դատարանում, բայց ոչ թե Things Red այդ 2 տեսակի դատարաններ կա Շվեդիայում, կա Allmän domstol, որտեղ շատ հետաքրքիր էր, որ պատմեցիր, ասում բոլորին հետաքրքիր, հենց սկզբից սկսա։ Հա, կարող եմ պատմել։ Շվեդիայում ուրիշ երկրներում մի քիչ ուրիշ է, բայց Շվեդիայում 2 տեսակի դատարաններ կան կոչվում է Allmän domstol, որտեղ ոնց որ մենք նշեցինք Things Red-ն է, հետո Hovrätt ու Högsta domstolen, գերագույն դատարանը։ Things Red-ը առաջին ոնց որ ինստանսն է, ու այդտեղ քաղաքացիական քրեական գործերն են ու հիմնականում ոնց որ 2 ինդիվիդների կամ ասենք կամպանիաների մեջ հարցեր են եւ քրեական հարցեր են։ Իսկ մյուս դատարանի տեսակը կոչվում է Allmän Förvaltningsdomstol ու այդտեղ ոնց որ վարչական հարցեր են։ Բոլոր նախարարությունների, վարչությունների որոշումները մենք թե մարդիկ, թե տարբեր կամպանիաներ իրավունք ունեն բողոքարկեն ու գնում է Förvaltningsrätt, առաջին ինստանս, հետո Kammarrätt, որտեղ ես եմ աշխատում, վերաքննիչ դատարան, եւ Högsta Förvaltningsdomstolen գերագույն դատարանն է այդ վարչական հարցերում։ Այսինքն այդ Förvaltningsdomstolում մի կողմը միշտ պետությունն է։ Այո։ Դա պետությունը մարդկանց ինդիվիդների կամ կամպանիաների դեմ։ Ու ավելի երկրորդ օղակում։ Վերաքննիչ դատարանում, այո։ Բայց ու բոլոր հարցերը ինչքան ավելի այս Förvaltnings դատարաններում ավելի գործերը ավելի բազմազան են, ավելի լայն են, ավելի տեսակն է շատ, ասենք, ու ես հիմա որ 2 տեղը եղել եմ, կարող եմ համեմատել, ու շատ հետաքրքիր է, ու մանավանդ որ վերաքննիչ դատարանում արդեն ավելի ոնց որ հետաքրքիր հարցերն ենք մենք նայում, ավելի
իրավաբանական հարցերի վրա ոնց որ առաջի դատարանի այդ առաջի ինստանսում որպես կոչվում է, ոնց որ ավելի գործը շատ է ու ավելի արագ պետք է արվի այդ ամեն ինչը, իսկ մեր մոտ ավելի ոնց որ պետք է զննես, տեսնես այդ առաջի դատարանը սխալ է արել թե չէ, ու դա շատ հետաքրքիր է։ Հիմա այդտեղ եմ արդեն 2 տարի այդտեղ եմ աշխատում։ Բոլոր տեսակի գործերն, այսինքն ձեր մոտ կարող է լինել անհատի գործ, եւ կարող է լինել ֆիրմայի գործ։ Այո, բոլոր պետական մարմինների հետ, եթե առնչություն ունենում են, թե անձերը, թե ոնց որ կամպանիաները, ֆիրմաները, ու եթե այդ որոշումը, ասենք, ուզում են բողոքարկեն, գալիս է մեր մոտ։ Ու նաև միգրացիոն հարցերը, բոլոր հարցերը։ Դու արդեն ինչպես հասկացա, դատական նիստերին ես մասնակցում, նյութերս ներկայացնում, այդ process-ի մեջ ամբողջովին ներառված ես։ Իմ գործը այսպես է, որ բողոքումները որ գալիս են, մենք որպես իրավաբան, մենք ենք հետազոտում, քննում ենք այդ գործերը, ոնց որ ամբողջ գործը մենք ենք անում։ Լուծում ենք այդ հարցը, հետո առաջարկ ենք ներկայացնում, ուղղակի տարբերությունն է Թինքսրետի այդ Ալմենդումստուլի եւ Ֆրվազնիգստումստուլի, որ բանավոր ձևով պետքա զեկուցես այդ գործը դատավորների առաջ, ու վերաքննիչ դատարանում 3 դատավոր են, այդ առաջի դատարանում Ֆրվազնիգստում կամ Թինքսրետում մի դատավոր է, ու կան նաև նեմդեմեններ նայած գործերում, բայց քրեական գործերում այս որպես օրինակ կամ ուրիշ ինչ որ գործերում, որ ամենտեղ տարբեր է։ Բայց մենք ենք այդ սաղ գործը, ու դատեր ենք վարում, էլի ոնց որ ու ընթացքում նաև սովորում ես, դու ասենք հետագայում եթե ուզում ես դատավոր դառնաս, կարող ես դիմել, քանի որ ունես extinction theory-ը, դրանից հետո ընդունվում ես 4 տարի այդ ֆիսկալա կոչվում, որպես դումար բանան, ու այդ նույն գործն ենք անում, ինչ որ իրանք, ասենք, այդ սովորելու ընթացքում։ Հասկանալի, շատ հետաքրքիր է թվում, նաև լայն։ Հա, շատ լայն է, Այո, տարբեր եք աշխատում։ Օրինակ դու ասացիր, որ քեզ պետականը դուր եկավ, իսկ Մարիան ասեց, որ իրեն մասնավորը դուր եկավ։ Այ Մարիա, եթե քեզ հարցնենք, դու մասնավոր ավելի սիրեցիր, քան պետականը։ Օրինակ, ինչը քեզ այդտեղ ավելի շատ գրավեց, քան պետականում։ Եթե փորձենք համեմատել պետականն ու մասնավորը, ինչը սիրեցիր ու ինչը չսիրեցիր։ Երևի աշխատանքային ձև է, էլի, մասնավորում ավելի ճկույն է։ Կարաս տնից եթե ուզենաս աշխատես, դու ավելի մեծ դու կարաս որոշես ոնց ես ուզում աշխատես, որը որ քեզ որ դու ես օրինակ իմանում եմ ես ոնց եմ ամնա որ ձևն է, որը իմ համար ավելի լավ է, բայց ասենք կարամ տնից աշխատեմ, կարամ եթամ գործի տեղ աշխատեմ, կարամ ես ուզենամ իրգունը աշխատեմ կամ առավոտը շատ շուտ, այսինքն ավելի ճկույն է, էլի։ Իսկ աշխատանքի հենց բնույթը ըստ էության նմանատիպ գործեր եք անում, թե բնույթը տարբերվում է։ Հիմա համեմատած պետական, օրինակ պետական ձև, չէ, ես կասեի լրիվ տարբեր է, որովհետև հիմա որ երբ որ ես աշխատում, ես իմ կլիենտներս ունեմ, ես իրանց հետ աշխատում, ես իրանց օրենքները, իրավունքները պետք է պաշտպանեմ, երբ որ ես դատարանում եմ աշխատում, ես պետք է նյութրալ լինեմ, ես չեմ կարա ով որ գալիս է իմ կլիենտես չի։ Բայց դատարանում այնպես չի, որ դու պետության շահը պետք է պաշտպանես այնտեղ։ Ոչ, պետության շահը չէ։ Այնտեղ պետք է անաչառը լինես։ Օրենքը պետք է հետևենք։ Օրենքին պետք է հետևես։ Համամիտես Տաթև։ Այո, ես հենց իսկ ինձ հենց այս դատարանի այդ օբյեկտիվ լինելն է շատ դուրս գալի, ու հենց որպես դատավոր, որ դու օբյեկտիվ ձևով համ օրենքն ես հետևում, համ դատում ես, թե ինչն է ճիշտ այս դեպքում, ըստ օրենքի։ Այդ մասնավոր ոլորտում ինձ դուր չէր գալիս հենց այդ թեկուզ ավելի հաճա եթե նշեմ, որ մեր դատարանում շատ ճկուն է, մեր մոտ ունենք ֆրտրուենդը արբեցթիդ, այսինքն իրանք մեզ վստահում են, ուրիշ ասենք պետական մարմինների նման չի, որ ասենք պետք է այսինչ ժամին գաս, այսինչ ժամին վերջացնես, ասենք եթե դու ինչ որ հանդիպումներ չունես, դատական նիստ չունես, ես որ ժամին ուզում եմ գնում եմ, որ ժամին ուզում եմ գալիս եմ, կարամ շուտ կամ ասենք տունը երեկոյան աշխատեմ, շատ ազատ է ու ավելի ճկուն է։ Թինքսրետը չես կարող համեմատել, Թինքսրետը ահավոր է, դատերը շատ էին ահավոր ու ասենք չէիր կարող, ասենք պիտի պարտադիր տեղում լինեիր ու ահագին ծավալը շատ էր։ Մեր մոտ մի օր կարող ենք տնից աշխատել, մեր դատարանը մի քիչ տարբերում է մյուս դատարաններից, ուրիշ բոլոր դատարաններում 2 օր են թողում տնից աշխատես, բայց մեր
դատարանի այսպես ասած շեֆը անունը պրեզիդենտ է, կոչվում է պրեզիդենտ, վերաքննիչ դատարանում այդ պրեզիդենտը որոշեց, որ չէ, մի օրը մեզ հերիք է։ Տենց մի օր են թողում, բայց շատ ազատ է այդ կողմից, ես մեծ տարբերություն է։ Իսկ մասնավոր ֆիրմայում ինձ որ դուր չեկա, որ շատ փոքր էր մեր ֆիրման, այնտեղ իրանք ոնց որ գործի հետևից էին ընկած, ասենք, sense ինչ գործելներ պետքա վերցնեին, որ sense հասցնեին ու ասենք թեկուզ արձակուրդի մեջ էիր, թեկուզ հիվանդ էիր, դու պետք է աշխատեիր, իրանք ասենք կլիենտները զանգում են, թեկուզ ես ասենք արտասահմանում եմ, պետքա պատասխանեմ, sense ահավոր էր, այդ ինձ դա դուր չէր գալի, որ Այս հետաքրքիր է, իսկ պետականում ազատ ժամանակ չունեիր։ Պետականում աշխատանքային ժամերը դրված են, գործից հետո շատ քիչ եք աշխատում։ Դու ես որոշում, կարող ես ասենք, այդ որ եթե ուրիշ բան ունես անելու շուտ դուրս գաս, հետո իրիկուն անես, մեր այդ եմ ասում, որ ֆլեքսիբլ է շատ ճկուն է, բայց ու լավ այն է, որ ասենք եթե ես տուն եմ գալի, ինձ այս ոչոք ինձ այդ գործով չի, ես այդ գործը թողում եմ գործի տեղը։ Իսկ մասնավորում չես կարող, իհարկե կախված է նայած ինչ, ինձ թվում է մեծ ֆիրմաներում ու նայած ինչ ես աշխատում, մի քիչ ուրիշ է, բայց ծավալը մասնավորում ավելի շատ է ու ավելի են սպասում, որ դու ոնց որ թե weekend-ներին, թե երեկոները, թե քո արձակուրդին, թե հիվանդ ժամանակ դու պարտավոր ես աշխատես։ Հասանելի։ Հա, ու դա ինձ դուր չէր գալի։ Տարբեր ձևի եք ընկալել փաստորեն պետական եւ մասնավորը։ Ինձ թվում է, որտեղ հա դժվար է ընդհանրացնել, որտեղ շատ տարբեր են, ու մասնավորում լրիվ ուրիշ ոլորտներ կան ու նայած ինչ կամպանիա է, նայած ինչ հարցեր են ու ոնց որ իրանց կլիմայից ու կուլտուրայից էլ է շատ կախված։ Տարբերություն կա, ասենք advocat ֆիրման ուրիշ շվեդական քաղաքում կամ Ստոկհոլմում կամ մեծ տարբերություն կա։ Դրա համար պետքա փորձես, որ տեսնես որն է քեզ ավելի լավ, բայց այս դատարանի օբյեկտիվ մասը ինձ շատ էր դուր գալի, որովհետև ասենք advocat ֆիրմայում շատ գործեր կար, որ ասենք շատ դժվար էր այդ կլիենտին պաշտպանել, բայց դու պետքա ոնց որ էլի այդ սուբյեկտիվ մասը պաշտպանել ու շատ դեպքերում իմ համար դա դժվար էր, ասենք ես օբյեկտիվ լինել իմ համար ավելի հաճելի է։ Բարձր, ասեմ, նայած որտեղ Մարիա, օրինակ եթե հիմա ասես մտածենք երկարաժամկետ քո կարիերայի ընթացքում դու կուզենաս ինչ-որ սեփական ֆիրմա բացես իրավաբանական աշխատես մասնավորում թե շատ հեշտ հարց է, որովհետև մտածել եմ շատ այդ մասին։ Այո, մտքիս մեջ կա։ Հենց այդպեսի իսկ Տաթևիկը ոնց հասկացաք գերադասի ավելի պետականում մնալ։ Ոչ պարտադիր է, ես էլ մասնական կուզենամ, բայց ավելի լավ, ասենք եթե ես իմ սեփականը բացեմ կամ ասենք ավելի լավ պայմաններով, այսպես ասած։ Մասնավորին դեմ չեմ, ուղղակի այդ ազատությունը դու ուզում ես ունենաս, որ կարողանաս ընտրես ինչ գործերով ես, որովհետև որոշ գործեր կան, որ ինձ հետ դուր չեն գալիս, ասենք հարկային գործեր կամ ինչ որ այդ ֆիրմայում ես նաև անում էի booty earning, որը կոչվում է, ասենք որ ամուսնալուծությունից հետո, որ իրանց այսպես ասած կահույքը ամեն ինչը պետքա բաժանեն, ինչ որ գույքի բաժանում, տենց ինչ որ ահավոր ձանձրալի նյութ, ոչ եթե ասենք ես ուզենայի գիտեմ կարևոր է, բայց այդ օրենքները շատ ձանձրալի են։ Ու այդ կռիվների մեջ ընկնելն էլ հաճելի չէ, ասենք այդ հարցերը ես ասենք այդքան չհավանեցի դրա համար։ Այդ կռիվների վրա ասացի հետաքրքիր է, որպես իրավաբան դուք ձեզ պաշտպանված զգում եք, ասենք ինչ որ խնդիրներ չեն առաջանում հասարակության կողմից, քանի որ դուք իրավաբան եք, ինչ որ որոշում է կայացվում, որտեղ դուք ինչ որ դեր եք կատարել, բայց հաճախորդին դուր չի եկել։ Պաշտպանված եք դուք այդ իմաստով։ Պաշտպանված այո, բայց որպես նայած իհարկե ինչ գործերով, եթե քրեական գործերով ես զբաղվում կամ որոշ ինչ որ հարցեր լինում են, որ նորություններով լսում ես, որ ասենք ինչ որ մի advocate-ի իր կլիենտը հարձակվել է, նույնիսկ տառնակահարել է, տենց ինչ որ բաներ լինում են։ Իմ հարցով ես օրինակ ասենք ես հոգեկան հիվանդներին պաշտպանելու գործերով եմ զբաղվել, որ ասենք դատականիստեր են անում ու մի քիչ ասենք զգում ես, որ պետքա քո ապահովության մասին մտածես, թե որտեվ իրանք ասենք հիվանդ են, չեն հասկանում, կարող հա պետքա մի քիչ զգուշ լինես, կարող է ինչ որ չափով նենց համ ջղայնանում են, համ կարող է ինչ որ տենց հարցեր մտածել եմ։ Ուրիշ հարցերով այդքան նենց չի եղել, որ անապահով զգամ, բայց դժվար է կլիենտների հետ որոշ, որտեվ մարդիկ իրանց ոնց որ կյանքի ամենադժվար պահերում եմ գտնվում ու շատերը եթե ասենք ունեն տենց ինչ որ հոգեկան խնդիրներ, բան, հա, դժվար կարա լինի։ Ու դրա համար եմ ասում, որ եթե պաշտպանում է ինչ որ կերպով, ինչ որ տենց առաջարկ պետության կողմից պաշտպանություն կա այդ հարցերում։
Դե ոնց որ ինչպես միշտ ոստիկանությանը կարող ես դիմես։ ոնց որ բոլոր Դատախազներն են օրինակ շատ։ Ես որպես դատարանում աշխատող, օրինակ իմ ծնողները շատ էին անհանգստանում, որ ասենք այդքան հանցագործներ եւ այլն, որտեղ լինում են որ ծանր հանցագործներ են լինում դատերի ժամանակ, որ ասենք կարողա ինչ որ անապահովություն լինի իմ հանդեպ, քանի որ ես դատականիստի մասնակցում եմ, իմ անունը գրվում է դատավճռի ոչ իմ այդ պրոտոկոլի վրա եւ այլն, բայց ես դա չեմ զգացել, որտեվ դատարանի հանդեպ իրանք միշտ հարգանք ցույց են տվել, ավելի անապահովա դատախազ լինելը, ու հիմնականում ինչքան դատախազ ճանաչում, իրանք բոլորը իրանց անձնական տվյալները պաշտպանում են, այսինքն ունեն խյուդադեոպիֆտեր, այսինքն իրենց դժվար է որ ասենք որտեվ կարող է հանցագործները կամ ինչ որ մարդիկ որ դժգոհ են այդ ամեն ինչից, իրանց հետևեն կամ ինչ որ։ Բարձր, լավ։ Անցնենք հաջորդ հարցը։ Մարիա, օրինակ դու փաստորեն աշխատել ես համ Դանիայում, համ Շվեդիայում, համ Հայաստանում։ Օրենքները տարբեր են։ Օրինակ ոնց է կա։ Թեժտությամբ հնարավոր է լինում մի երկրից մյուս երկիր գնալ տարբեր օրենսդրություններին հետևել։ Ինչ դժվարությունների կամ հնարավորությունների ես հանդիպել այդտեղ։ Դե այդ 4.5 տարին, երբ որ մենք սովորում ենք, տենց օրենք չկա, որ մենք անգիր իմանանք։ Տենց չի, որ մենք օրենքները անգիր սովորում ենք։ Մենք այդ իրավաբանական մեթոդն ենք սովորում է։ Այսինքն մենք իմանում ենք ոնց մի իրավաբանական հարց լուծել, այդ ձև է։ Մենք այդ ենք սովորում այդ 4.5 տարինը։ Այսինքն այդքան մտածելակերպ, այսինքն մտածելու ձևը։ Մտածելակերպ, այդ մեթոդը, իրավաբանականը։ Այսինքն այդքան շատ տարբերություն չկա, որ օրենքն է, որովհետև մենք իմանում ենք ոնց էդի լուծենք է։ Բայց ասեմ, որ շատ մեծ տարբերություններ, երբ որ ես տեղափոխվեցի իմ աշխատանքից Դանիայում, ես չէի մտածում, չէի պատկերացնում, որ այդտենց մեծ տարբերություն կլիներ։ Ինչ իմաստով, ինչն է տարբեր, աշխատանքի կուլտուրան է տարբեր։ Այո, այդ միջակույտը էլի, հա, աշխատանքային միջակույտը շատ էր տարբերվում։ Ավելի իրանք ավելի քիչ քան political correct չեն։ Հա, շվեդերի համար ավելի քիչ են։ Շատ ավելի քիչ են, այդ չէի սպասում։ Այդքան իրար մոտ երկու երկիր 40 րոպե հեռավորության վրա այդքան տարբերություն է զգացել։ Տարբերություն, ես դա չէի սպասում, որ այդքան տենց մեծ տարբերություն կլիներ է։ Ու ավելի շատ իրանք սենս ունեին անպայման դու պետք է այդ շվեդները հենց որ վերջացնում են իրաց աշխատանքը ուզում են այդան տուն էլ չեն ուզում այդ գոլեգաների հետ շփվեն բայց Դանիայում էդի ոնց որ պահանջը նույնիսկ որ այդ off the work այդ սոցիալական այդ հանդիպումները ու պետքա գնայր հետ էլ էր մեծ տարբերությունը ու եւ ասենք advocat ֆիրմա աշխատել Մարիա քաղաքում Դանիայի ու միջազգային տենց կլիենտներ շատ էր էլի աշխատանքը ու իրանք պահանջում էին որ դու Դանիայում 37 ժամ շաբաթական աշխատանքային ժամ է Շվեդիայում 40 է բայց ես էլի 37 ժամից շատ ավելի էի աշխատում էդ էլ էին իրանք շատ պահանջում դե Հայաստան աշխատելը լրիվ ուրիշ էր չգիտեմ որտեղից սկսեմ բայց երբ որ Հայաստանում ասեցիք աշխատում ես համալիրական դատարանում ասեցիք տարբեր երկրների փորձ էիք փորձում ուսումնասիրել այդ գործի մասին չէ կորոնայի գործի մասին ինչ որ հա օրինակ հա դե հա այդ ենք տարբեր տենց երկրների դատերը օրենքները ուսումնասիրում ենք ու ուզում ենք հասկանանք այդ ոնց կարանք գործենք հենց կոնկրետ Հայաստանում է եթե կարանք է բայց ասենք օրինակ մենք որոշել ենք որ ժամը 12-ին պետք է հանդիպում ունենանք շատ նորմալ էր որ ասենք 12-20 12-ից գար մեկին է նույնիսկ ու սենց ու առանց ու դի լրիվ նորմալ էր էլի դի մեկը ռեակցիա չուներ ասենք ու չկար կներես ուշացել եմ կամ տենց մի բան է դի ոնց որ նորմ էր աշխատանքային կուլտուրայի տարբերությունների շատ իսկ օրինակ հետաքրքիր է նույն գործը նմանատիպ գործի թե հարուցվում է այստեղ Դանիայում ու Հայաստանում նույն կերպ է քննում ընթացքը նույնպես է ընթանում իմ անձնական փորձես այդ իրավաբանական մեթոդը հա շատ չի տարբերվում է այսինքն նույն աշխատանքի ընթացքը նույնն է լինում օրենքները փոքր-ինչ տարբերվում են օրենքները տարբերվում են օրենքները այդ սիստեմը այդ իրավաբանական սիստեմը տարբերվում է երկրից երկիր բայց այդ մեթոդը նույնն է մնում է ես ասենք դու հասկանում ես օրենքների տարբերությունը
Դու հասկանում ես այդ սահմանադրական օրենքը ինչ է ու ոնց է տարբերվում ուրիշ օրենքներից օրինակը։ Իսկ այստեղ, երբ որ դուք իրավաբանական քննություն եք կատարում, ձեր աշխատանքը կոլեգիալ է, թե անհատական։ Ես կասեմ երկուսը։ Շատ այդքան ժամանակ չկա, որ կոլեգաներիդ հետ փորձես լուծես մի հարց, ավելի շատ դու պետքա խորանա, դու կարաս մենակ խորանաս ու այդ հարցը լուծես։ Նույնն էր, երբ որ ես դատարանում էի աշխատում, նույնը հիմա, երբ մասնավոր եմ աշխատում եմ, որ այդքան ժամանակ չկա, որ տենց թիմով մի խմբով մի հարցը լուծեք է։ Բայց իհարկե կարաս հարցնես, բայց պետքա տենց կարճ, թեթև, հեշտ հարց լինի, էլի։ Ես չգիտեմ, Տաթևը նույնը Թե դու ինչպես ես ընկալում այդ ամեն ինչը։ Ես կարամ ասեմ, ոնց որ հիմնավորապես անհատական է, դու պետքա ոնց որ քո ուժերով անես ամեն ինչ, դու ես այդ հարցը լուծում, բայց մեր մոտ որը վերաքննիչ դատարան, իսկ մա տարբերություն մի քիչ կա, որովհետև դատավորները ավելի շատ են, ավելի կոլեգիալ աշխատանքը, ու շատ դեպքերում մենք, ասենք, պետքա որ եթե արագ ինչ որ խնդիր է, պետքա այդ օրը լուծվի, տենց իրար հետ արագ, ասենք, ինչքան կարում եմ ես ինքս անում եմ, հետո իրար հետ խոսում ենք, քննարկում ենք, որտեղ շատ դա է հետաքրքիր այս ոլորտում, որ շատ հարցեր կան, որ մինչև հիմա պատասխաններ չկան, ասենք, պետքա որ Գերագույն դատարան ինչ որ պատասխան տա, ու դա է հենց հետաքրքիր, որ գոլեգաների հետ քննարկում ես, բայց սպասվում է, որ դու անհատական պետքա քո գործը անես, այդ ամեն ինչը իմանաս, ու հետո մեր մոտ էին ասում, որ նոր էին ընդունվել Ուպսալայի այդ իրավաբանական ֆակուլտետը, ասում են առաջին հենց սկզբից, ասում է դու մի քիչ sense շփոթմունքի մեջ ես, որ նոր ես սկսում սովորել, ասում է որ ավարտում ես, էլի շփոթմունքի մեջ ես, նենց չի որ ամեն ինչ գիտես։ Ուղղակի ավելի բարձր level-ի վրա է, այո, շփոթմունքի բարձր level-ը։ Ոնց որ ես տենց կբնութագրեմ, որ դատարանի աշխատանքը ու ֆիրմայում էլ էր տենց advocat ֆիրմայում, ասենք մենք անհատական աշխատում ենք, բոլոր հարցերը ես ինքս էի անում, բայց եթե ինչ որ մի հարց կար, որ գոլեգաներով քննարկելու կարիք կար, կարող էին քննարկել, իրար օգնել, այդ կողմից ինձ թվում է մի քիչ աշխատավայրից է կախված։ Բայց դատարանի մի քիչ այդ հենց թինքսետի ոլորտը, քանի որ նշեցի, որ նաև դու սովորում ես, քեզ վերջում գնահատական են տալիս, ու ոնց որ այդտեղ սպասում է, որ պիտի դու ինքդ քեզ ցույց տաս, ոնց որ թե քո գիտելիքները ու ունակությունները ինչպիսին են, դրա համար շատ հարցերում իրանք ոնց որ քեզ ավելի դատում են ու դատավորները հիմնականում էլի։ Հենց որ պետքա դու անհատական այդ ամեն ինչը անես։ Առաջնահերթ։ Անհատի վրա։ Լավ։ Մի քիչ խոսենք իրավաբանության ընթացքի, զարգացման ընթացքի մասին։ Օրինակ, այսօր մենք ունենք արհեստական բանականություն, բոլոր ոլորտներում անսահմանափակ կիրառվում է, աշխատանքի բնույթը խիստ փոխվում է, նույնիսկ ասում են մի շարք մասնագիտություններ վերանալու եզրին են, հաճախ նշվում են նաև իրավաբանների գործը։ Այ ինչպես կպատմեք ձեր արհեստական բանականությունը ձեր աշխատանքի վրա ոնց է ազդում, ընդհանրապես իրավաբանությունը ինչ զարգացումներ է ապրել վերջին շրջաններում, որտեղ պատմականորեն մենք գիտենք, որ իրավաբանները հաստափոր գրքեր են կարդում, հետո այդ հաստափոր գրքերից օգտվում են, դրա հիման վրա որոշումներ են կայացնում, ինչ է փոխվել այդ ոլորտում։ Ես կասեի շատ բան է փոխվել, հատկապես ժամանակը, որ հիմա ասենք օրինակ դու ուզում ես մի հատ պայմանագիր գրես, ոչ թե 4 ժամ պետքա դու տենց նստես գրես, այ դու եթե դու օգտագործես այդ artificial intelligence-ը, էդի 10 րոպեում կարաս, դու շատ ժամանակ ես շահում։ Պայմանագիր կազմելուց Օրինակ, դու շատ տենց կոմպլեքս հարցերում չես կարա օգտագործես, բայց տենց հեշտ կարճ պայմանագիրեր, չգիտեմ, տարբեր տենց իրավաբանական հարցերում կարաս օգտագործես ու շատ ժամեր ես դու շահում։ Ու նույնիսկ լսել եմ, որ կարող եք պայմանագիրի տաս ու ասես մեկնաբանի, բացատրի եւ այլն, այսինքն նաև քո փոխարեն կարողանում է մեկնաբանել պայմանագրերը։ Մի խոսքով ժամանակի մեծ խնայողություն է կատարում։ Ու ոնց որ իրավաբան ճիշտ է, մենք օրենքների հետ ենք աշխատում, բայց մենք շատ էլ ադմինիստրատիվ գործեր ունենք, որը որ էդի շատ է օգնում է։ Էդի շատ լավ է, որովհետև մեզ պետք չի ժամանակ կորցնենք այդ ադմինիստրատիվ, չգիտեմ, այդ հարցերում, էդի արդեն կարա ինքը անի ու մենք ավելի շատ խորանանք այդ օրենքների հետ։ Օրինակ, գիտե մի քանի բան նշեց կոնկրետ, որ քո ձեռքից այսօր վերցրել է արհեստական բանականությունը, քո աշխատանքից։
պայմանագրեր նշեցիր, ինչ կարող եք հոմտնել, վարչական ինչ-որ գործեր, կարող է ասել այս գործի համար այս օրենքը պետք է կիրառես։ Կարա, հա, կարա։ Դեր կարան։ Իսկ ինչ չի կարա։ Ավելի շատ կոմպլեքս հարցերում ինքը սխալա նույնիսկ ասում է։ Եթե տարբեր անկյուններից պետք է բռնես, հա, այդպես։ Հա, ու երբ որ մի քիչ օրենքը խորն ասենք, մի օրենքից մյուս օրենք պետք է մտնես, մի քանի հատ օրենքի մեջ դու պետք է նայես, այդ վաղտ ինքը խառնում է։ Մակերեսային, այսինքն մակերեսային է օգնում։ Հա։ Տաթև դու ինչ կասես այդ հարցի շուրջ։ Ես ճիշտ ասած մեր դատարանում, ասենք, այդքան չենք օգտագործել արհեստական բանականություն, բայց դրա չէ, թույլատրվում է, բայց մեր գործի մեջ չենք օգտագործում, ուղղակի մեր մոտ էլ է շատ դա քննարկվում, էլ կոնֆերանսների ենք եղել, որ դա ոնց որ ապագայում մյուս քայլն է ու հիմա դատարանային համակարգի մեջ աշխատում են տենց պրոյեկտների վրա, որ շատ հարցերում կարող են գործը հեշտացնել արհեստական բանականությամբ, օրինակ թարգմանությունների հարցում, որ ասենք դատականիստերի ժամանակ կարան բոլոր լեզուներով այդ AI-ը թարգմանի ու դա շատ մեծ տարբերություն կբերի ու բոլոր թարգմանիչների գործը կվերանա, ինձ թվում է։ Հա, թարգմանիչների ու հենց այդքան բանը թարգմանել, որտեղ դա շատ մեծ գումար է դատարանների համար, բոլոր թարգմանիչներին ու կարաս նաև, ասենք, սիմուլտան թարգմանիչներ լինել, տարբեր որ մարդ, ասենք, հոգնում է, պետք է ընդմիջումներ վերցնես կամ դժվարանում են, չեն կարող սիմուլտան, իսկ այդ AI-ը կարա հիմա ոնց որ բարելավում են, հələ այդքան լավ level-ով չի աշխատում այդ AI շենստը, ծառայությունը AI-ի ու կա նաև մեր մոտ նաև այդ վերաքննիչ դատարանում ենք նաև ոնց որ սեկրետեսի հարցերն ենք շատ քննարկում, այդպես գործեր շատ ունենք, որ ասենք դիմում են դատարան, որ ասենք թե ինչ որ բոլոր փաստաթղթերը իրավունք ունեն, ասենք վերցնել, չէ, ու մենք պետքա իրավաբաններն են նստում նայում, ասենք որոշ տվյալներ, ասենք կարող է սեկրետեսը, այսինքն կոնֆիդենցիալ է, չես կարող ոնց թողել, պետքա փակել կամ ինչ որ կոչվում է մասկա շվեդերենով, ու դա կարա AI անի, ու դա շատ մեծ առավելություն կլինի, օգնություն կլինի, որտեղ ասենք կարող է 1000 էջանոց ինչ որ թղթերը դու պետքա դնես, նայես, գտնես, այդ ամեն ինչ AI-ը դա կարող մի քանի րոպեում անի, ուղղակի դա էլ հələ լավ չի ծրագրավորված, ինքնիրենք բարելավում են, դեռ շատ բաներ բաց է թողում, ասենք կոնկրետ։ Մենք ես անձամբ չեմ օգտագործել, իմ գոլեգաների մի քանի հատը փորձել են, մեր մոտ հիմա բերել են, կարող ես օգտագործել, բայց այդքան լավ չի աշխատում։ Իսկ իրավաբանական հարցում մենք փորձել ենք այս սովորական ChatGPT-ին, ասենք, հարց էս տալի, որոշ վերլուծություններ անում է, բայց էլի սխալ է անում, նենց չի որ ճշգրիտ է։ Լինում է որ կարող է ինչ-որ թեթև հարցերի ճիշտ պատասխանի կամ բան, բայց ոնց որ անալիզ չի կարող անի, չի կարող նորմալ քննի, շատ էլ բարելավման կարիք կա, էլի, բայց եթե հետագայում դա էլ կարող անի, ասենք իրավաբանների, ասենք գործի շատ բանը կարաս, ասենք գրես, պատասխան ստանաս։ Ուղղակի հիմա fact check ես անում, որտեվ եթե մենք այդքան չենք օգտագործում, ինչպես նշեցի, մենք ենք այդ հարցերը լուծում, բայց եթե դա բարելավի հասնի այդ մակարդակի, կարող է շատ օգնի։ Իսկ այդ Մարիայի նշած այդ ադմինիստրատիվ հարցերը, որ ասես սա գրի պայմանագրի գրի, դա շատ լավ է։ Մենք անձամբ քանի որ դատարանում տենց հարցերի չենք առնչվում, չենք օգտագործել, բայց դա շատ ժամանակ է, ասենք միտինգների ժամանակ, հանդիպումների ժամանակ է շատեր օգտագործում, ասենք ասում են մի հատ ասենք դագորդնին գրի, այսինքն ինչ կետեր պետք է նշենք։ Մի անգամից մի վայրկյանում sense պատրաստ տալիս է, ինչ դու դրստես ահագին, հա, օրինակ արձանագրություն կազմի։ Հա, անտեքնինգ դագորն, այո, անտեքնինգն էլ որ ասենք կարող է ինքը զապիս անի, այսպես ասած, եթե ինչ որ հա, ու հետո մի անգամից պրոտոկոլը գրի, էլ դու պետք չի նստես գրես։ Բայց դա հələ բարելավման կարգում է ու ոնց որ ապագան է, մեր մոտ տենց մի քանի օր մենակ կոնֆերանսների ֆոկուսը դրա վրա էր ու ինձ թվում է ապագայում շատ կօգտագործվի, բայց այդ թարգմանիչների հարցով ինձ թվում է ինչ վերաբերում է դատական ոլորտին, թարգմանիչների գործը լրիվ ինձ թվում է կարող է վերանա, որ ասենք թարգմանիչ կարիք չլինի։ Այսինքն դու սպառնալիք տեսնում ես թարգմանիչների համար, բայց իրավաբանները հանգիստ կարան իրենց գործը շարունակեն։ Դե այո, ու շատ դեպքում մեր այդ անալիտիկների, որ նույնիսկ Microsoft-ից էին անալիտիկ բերել, որը մեզ դասալուսում էր վարում, ու ինքը ասեց, որ հենց արդիական AI-ը, artificial intelligence, այսպես ասած,
ինքը էլ է շատ բաներ շատ սխալ է անում, սխալի ոնց որ տոկոսը շատ բարձր է, բայց այն մարդը, որ ասենք փորձ ունի, էլի սխալներ անում է, բայց ասենք քիչ քանակով, տոկոսը քիչ է, բայց եթե իրար հետ աշխատեն, հիմնականում ճիշտ է լինում, ասենք սխալի այդ մարգինալը շատ փոքր է, ու ոնց որ դա են ուզում, այսինքն artificial մենակով չի կարա շատ բաներ անի, բայց եթե մենք փորձ սովորենք AI-ի հետ աշխատել, համագործակցել, շատ ժամանակ խնայենք ու ասենք իրան սովորացնում ես, որ ինքը ավելի ճիշտ անի, ավելի ճիշտ վերլուծի, ոնց որ ապագայում դրա վրա ընթացքը գնում ու որ մեզի համար դա այսպես ասած ոնց որ շատ մեծ օգտագործվող իր լինի, որ նենց չի, որ ինչ որ ձևով փոխարինի, բայց օգնի ահագին, շատ ահագին ժամանակ շատ լավ կլինի։ Այդ որ նշեցիք, որ զուտ սեկրետես պաշտպանված գաղտնիության տեսակետից, մեր հիմնարկում օրինակ հատուկ այդ գաղտնիության նպատակով հատուկ AI են մեր համար մշակում, հատուկ պլատֆորմ, որպեսզի ինֆորմացիայի արտահոսք չլինի պետական մարմինների աշխատանքի համար, այսինքն փորձում են պետական մակարդակով փորձում են այդ հարցը ինչ-որ ձև կարգավորել, որ ինֆորմացիա արտահոսք չլինի, բայց մենք էլ հետ չմնանք զարգացումներից այդ ոլորտում։ Որովհետև դա շատ ժամանակատար process է մեր յուրիստների համար, ու ասենք պետք է արագ անես, ասենք եթե ինչ-որ մեկը դիմում է ուզում է ու պետք է ամեն ինչ թողես, դրանով զբաղվես ու շատ ասենք ժամանակ շատ է գրավում, իսկ AI եթե կարողանա լավ անի, մենք կարանք օրինակ ասենք հիմա պետք է ստուգենք, պարտավոր ենք ստուգել, որտեղ այդքան լավ չի անում, բայց այդքան տենց չի օգտագործում այդ խնդրով, էլի մենք սպասում ենք, որ մի քիչ լավացնեն ծրագրավորումը, որ հետագայում կարողանանք օգտագործել։ Բայց ես օրինակ համոզված եմ, որ շուտով կարա AI-ը փոխանի լինի, երբ որ քրական գործերը, ասենք քրական գործերը դատարանում, երբ որ պետք է դատ լինի, ինքը շատ սիստեմատիկ է։ Ու ես կարծում եմ նույնիսկ որ AI-ը ավելի արդար էր դատի, նեյտրալ, այո, առանց ինչ որ զգացմունքների կամ նախապաշտպանությունների, այո, իհարկե։ Ես շատերը մտածում են, ասենք դատական աշխարհը ու օրենքները շատ դժվար են, դատավորը չգիտեմ ինչ բաներ գիտի, դա տենց չի, այդքան էլ տենց չի։ Դամար ես համոզված եմ հատկապես այդ քրակական գործերը, որ ինքը շատ տենց սիստեմատիկ է, AI-ը շատ հեշտ է կարա լուծի, որ նույնիսկ ավելի լավ կարա լուծի, քան դատավորը, ու ավելի արդար, որը շատ կարևոր է։ Այնպես որ Տաթև ջան, մենակ թարգմանիչներ չեն վտանգի տակ։ Տեսնենք, ինձ չի թվում, որտեղ մարդկային բանականությունը ավելի բարձր է, sense տենց, բայց այո, կարող է փոխվի շատ աշխատանքային ոլորտը հետագայում։ Այն փաստորեն օգտագործում է եղած ինֆորմացիա, եղած հիշողությունը։ Օրինակ, եթե միտեղ մի հատ սխալ դատա կատարվել ժամանակի ընթացքում, սխալ որոշում է կայացվել, այսինքն պրեցեդենտ կա։ Ու ինքը գնում է այդ սխալից օգտվում ու նորից ասում է, հա, այստեղ է սխալը կատարվել է, նույն ձևի առաջարկ է բերում։ Այսինքն այդտեղ հավանականությունը մեծ է, որ սխալների քանակը գնալու կշատանա, եթե ինքը հիմնվում է իր բազայում եղած որոշումների վրա, եթե ինչ-որ մի պահի սխալներ է կատարվել, ձեզ առաջարկում է այդ նույն ոճի որոշումներ։ Ինձ թվում է մեկ էլ երևի ասենք վկայություններ, որ վկայություններ են տալի քրեական գործերում հենց ու ասենք մեղադրյալը եթե խոսում այդ ոնց որ մարդկային մասը AI-ը կարող է բաց թողի, որ ասենք այդ ոնց որ այդ դատա ինչպես է դատում դա այսպես որտեղ ասենք փաստերը կարա նշի, տենց ավելի սիստեմատիկ ավելի հեշտ անի, բայց ինչ վերաբերվում է մենք որտեղ գնահատում ենք, ասենք համ թիլֆրլիտի հետ, համ տրուվերի հետ, ու ասենք մարդկային այդ կողմերը շատ կարևոր է, ինձ թվում է։ Մարիանը պնդում է անաչառ կլինի, մարդկայինը պետք չի լինի, հա Մարիան։ Երբ որ դու չափում ես այդ true-value հետը, որը որ Տաթևը ասեց, դու նայում ես ինքը ոնց է պատնում այդ պատմությունը, ազատ է պատնում, ասենք դետայլներով է խոսում, ոնց, այդ ամենը AI-ն էր կարա նկատի որոշի։ Շատ անգամ դատավորները այսօր որոշել են, որ ինքը true verdict է, մյուս օրը որոշում են, որ ինքը true verdict է։ Որտեղ դատավորներ են մարդ վերջի վերջում։ Այդ նախապաշարմունքները շատ է ազդում, այդ 100% զգացմունքները։ Լավ, Ինչքան գիտեմ Ամերիկայում տենց ստուդիա են, չէ, արել երբ որ նայել են դատերը, ունեն հելդա
մի օրվա մեջ ու ինչը որ հացից հետո են դատել Ավելի խիստ ենք դատը, հա, գիտեմ ես։ Իրականում դա շատ լավ է, նշանակում է դատավորը նույնպես մարդ է։ Սոված ժամանակ, այո, սոված ժամանակ ավելի խիստ են դատում, իսկ հացից հետո որ արդեն կուշտեն ավելի շռայլ ձևով են ավելի։ Բարյանում են մարդիկ, այսպես ասած, այո։ Ուտելուց առաջ եւ ուտելուց հետո, ճիշտ։ Այո։ Լավ, դատավորներին ու արհեստական բանականության թողենք մի կողմ։ Եկեք անցնենք աշխատանքային շուկային իրավաբաններին։ Աշխատանքային շուկան, ինչպիսին իրավաբանների համար, արդյոք հեշտ է աշխատանք գտնել, թե ոչ, ու որ ոլորտում ավելի հեշտ կլինի, մասնավոր թե պետական, որտեղ պահանջարկ կա։ Ես գիտեմ, որ մեր հիմնարկում, պետական հիմնարկի մեր անընդհատ իրավաբանների հայտարարություններ են աճ ու ձախ, անդադ գալիս գնում են, ու թվում է թե լավ պահանջված են։ Ինչպիսին է ձեր ընկալումը այդ հարցի շուրջ։ Իմ կարծիքով իրավաբանների պահանջ միշտ էլ կլինի, որտեղ համ սովորելուց, համ ասենք հիմա էլ որ նկատում ես, պահանջարկ կա շատ։ Ու ասենք բոլորն էլ ասում են, եթե դու իրավաբանական ես ավարտում, դու 100% գործ կգտնես։ Ուղղակի ինչքան փորձ ունես, այնքան ավելի հեշտ է գտնելը։ Մանավանդ այս notarial theory-ը որ նշեցինք, եթե դու դա անես դատական լիցենզավորումը, ես նկատեցի, որ մինչև դա անելը, որ նոր էի ավարտել ու դիմում էի, իհարկե կարող է ազդում էլա, որ ասենք ոնց որ արտասահմանցու անունը դիմողը ինձ թվում է Շվեդիայում ցավոք սրտի դա ազդում է, մանավանդ եթե կապեր չունես, ու ասենք իրանք փորձառու յուրիստների են շատ ուզում, որ չսովորացնեն, որ դու ինքդ միանգամից կարողանաս աշխատես, առաջի աշխատանք գտնելը դժվար է, եթե նոր ավարտած ես ու ես խորհուրդ կտամ, ասենք ուսանողական տարիներում փորձես կողքից, եթե կարող ես աշխատանք գտնել, բայց դա էլ շատ ովքեր կապեր ունեին, դրանք էին ավելի հեշտ գտնում, բայց այդ 5-6 օրինը որ անում ես, ես այդ ժամանակ որ դիմում էի, ամեն տեղ որ դիմել եմ, ինձ կանչել են ինտերվյուի, լրիվ ուրիշ բան։ Ազգանունը չի խանգարել ինչ որ։ Հա, այդ դեպքում չէ, որովհետև արդեն որ, բայց որ նոր էի, իսկ ասենք ունեի շվեդ ընկերներ, որ նույն փորձ ունեին, ասենք նույն ձևի, իմ նման նոր էին ավարտել, իրանք ավելի հեշտ էին ստանում աշխատանք, իմ համար ավելի երկար ժամանակ տևեց մինչև աշխատանք գտա ես։ Մասնավոր կամ պետական ինչ որտեղ ավելի շատ կամ քիչ, այդպես ընկալում ունես ոնց է։ Պետական ինձ թվում է ավելի հեշտ է յուրիստների համար, որովհետև պետական մարմինները իրանք դիսկրիմինացիայի գրունդերը պետք է պաշտպանեն, ավելի զգոն են այդ հարցում ու ավելի իսկ մասնավորը ավելի ոնց որ եթե քեզ հավանում են, եթե ասենք ինչ որ ավելի շատ էս իրանք ոնց որ փոքր գրուպակարան լինեն, ասենք կարան ընտրեն, ասենք այս մարդուն են ուզում, ու շատերը ես նկատել եմ կապերով են, ասենք իրանք ծանոթին են բերում, իրանք ֆիրմա, այտենց մասնավորը մի քիչ տարբերվում է այդ հարցերը։ Բայց էդի շատ ավելի դիմում են մասնավորը, փողը մի քիչ ավելի շատ է, ավելի շատ կարաս այդ քո կարիերան զարգացնես, ավելի արագ, ավելի ուրիշ ձևով, քան թե պետական աշխատանք է, դեռ ավելի շատերը դիմում են համել մասնավորական, դա մի քիչ ավելի դժվար է, քան պետական է։ Բայց ինչն է լավ, երբ որ դու իրավաբանական յուրիստ պրոգրամն ես կարդում, որ շատ լայն է, դու կոնկրետ մենք լիքը հանդլեգարե ունենք, լիքը ասենք, որը որ իրավաբանական է կարդացել, լիքը տենց աշխատանքեր կա, որը որ չի կոչվում կոնկրետ յուրիստ, բայց ինքը իրանք իրավաբանական են կարդացել, դեռ տենց շատ աշխատանքներ կա, որ ճիշտ է չի կոչվում կոնկրետ յուրիստ, բայց այսինքն մենք ամեն տեղ կանք։ Մեր կրթությունը այդ կողմից ես շատ գոհ եմ, որ Ուպսալան եմ ընտրել ու հենց յուրիստ պրոգրամը, որովհետև լրիվ բացում է դռները ամեն տեղ, նույնիսկ արտասահմանում էլ հեշտ է սովորելը ավելի կամ ասենք ես մի կես տարի գնացել եմ Բելգիայում եմ սովորել, եվրոպական իրավունք եմ սովորել շատ, մարդկային իրավունքներ ու այնտեղ էլ գործ եթե դիմեի, շատ ինձ թվում է հեշտ է ստանալը նաև եվրոպական ուրիշ երկրներում։ Դրա համար այդ ոնց որ բոլոր դռները բաց է ու դու շատ կվալիֆիցիրած ոնց որ շատ բարձր մակարդակի կրթություն ունես, որ ամեն տեղ էլ միջազգային կառույցներում էլ կարող ես աշխատել ոնց հասկանամ 100%, ու նույնիսկ ասենք ես ունեմ կուրսեցիներ, որ ասենք շվեդական ստեղ սովորել են, շվեդ լինելով տեղափոխվել են Ամերիկա կամ Ավստրալիա, այնտեղ ուղղակի ասենք պիտի 2 տարի մի քիչ ավել սովորեն, որտեղ ուրիշ իրավաբանական համակարգ է այդ երկրներում, բայց այնտեղ էլ իրանք սովորել են
իմ աշխատում են որպես իրավաբան, ոնց որ շատ դռներ են բաց, ես շատ խորհուրդ կտամ, եթե մարդը հետաքրքրված է, ուղղակի դժվար է, ասենք, աշխատանքը շատ է, սովորելը դժվար է, աշխատելը դժվար է, պետք է ասենք ահագին էներգիաներ տնես։ Դե եթե բժիշկներին հարցնես, Հա, հաստատ չեն ասի ավելի շատ է։ Ես էլ որպես տնտեսագետ կասեմ, մերն էլ պակաս չի։ հա, եթե ասենք շատերը կան, որ ասենք ուզում են ավելի թեթև աշխատանք յուրիստներից տենց բան չի լինի, որ միշտ շատն են սպասում, միշտ են որ ոնց որ 150-200% պիտի լինի ամեն ինչ այդ վիճակն է։ Ես ուզում եմ մի բան ավելացնեմ, որովհետև էսի շատ կարևոր է, որ մենք հենց առաջի օրվանից միշտ գնահատականի մասին էինք խոսում, որ շատ կարևոր է, եթե դու ամենաբարձրը չստանաս, շատ դժվար կլինի աշխատանք գտնելը, այդ ճիշտ չի։ Հենց որ ես սկսել եմ աշխատել, այդտեղից հետո ես երբեք չեմ նայել ինչ գնահատական եմ ես ստացել իոկետի տենց, տամար ով որ չգիտեմ, եթե տենց մարդ կա, որ մտածում է ու հուսապում է, որովհետև տենց բաներ է լսել, որ շատ կարևոր է, որ դու շատ բարձր ստանաս, դա այդքան էլ տենց չի, հենց որ դու սկսում ես աշխատելը։ Ես լրիվ համամիտ եմ, որտեվ մեզ էլ էին, այսպես ասած, վախացնում բոլոր ուսանողները այդ էին խոսում, եթե դու ոնց որ ամենաբարձր գնահատական չստանաս ամեն քննությանը, չես կարա եւ այլն, ու ես ու դա վերաբերում է մենակ եթե այդ Think Theory-ն ես ուզում դիմես, որտեվ գնահատականով դու կարող ես դիմել, բայց ես դրա վրա չէի կենտրոնացել ու ասենք ես լրիվ շատ դեպքեր գիտեմ, որ ասենք դու հետո նաև կարաս աշխատանք որ փորձ ունենում ես, դա էլա քեզ աչոք տալի ու լավ էլ Think Theory-ն կարող ես ընդունվել, ընդհանրապես կապ չունի, հենց որ սովորել ընթացքում հետ չարժի դրա մասին անհանգստանալ, որ շատերն են անհանգստանում։ Ավելի լավ է ընթացքում ինչ որտեղ պրակտիկ կամ անց։ Մարիա, դու վերջերս ես աշխատանք փոխել։ Օրինակ ինչ ոնց էր, հեշտ ստացվեց նոր աշխատանքը։ Այդ փնտրելու process-ը ոնց կարելի հեշտ էր, դժվար էր։ Մի քիչ շատ հեշտ էր, որ մի քանի հատ առաջարկ ունեի ու չէի իմանում, որ ընտրեի։ Ես երբեք խնդիր չեմ ունեցել։ Հա, չէ, հեշտ։ Որտեղ ես ունեմ ծանոթ, ես վերջերս ասեց, որ իրավաբան, երիտասարդ իրավաբանը ու շատ դժվարանում առաջի աշխատանքը գտնել։ Իրան ինչ խորհուրդ կտաս, Մարիա ջան դու։ Փնտրել, դիմել։ Ես չգիտեմ քանի հատ մերժումներ եմ ստացել, էդ էլ կա։ Ես եղել եմ, որ հարկապես երբ որ տենց առաջի գործս էի ուզում սկսեի, այդ advocat ֆիրմայում Կոպենհագենում, ու տենց չի, որ ես իրավաբանական ծանոթներ ունեմ, ես չգիտեմ ընտանիքում ես տենց մեկը կա, որ իրավաբանա տենց այդ կոնտակտները ես չեմ ունեցել։ Դամար ես լիքը շատ տեղեր դիմում էի ու ես նույնիսկ համաձայն էի, օրինակ այդ երբ որ սկսեցի Կոպենհագենի advocat ֆիրմայում 3 ամիս պրակտիկան էի ձրի աշխատեի ես յանց համար։ Օրինակ տենց բաներ կար առաջարկի։ Հա, պրակտիկաներ միգուցե այդպես։ Այո, բայց դիմելը։ Անդադ դիմել։ Իսկ տաթև պետական թե մասնավոր որտեղ պետք է առաջի աշխատանքի համար փորձ են դիմել, կապ ունի։ Իմ կարծիքով ըստ այդ մարդու հետաքրքրության դա է կարևոր, որ քո այդ գործը դու սիրես, հետաքրքիր լինի։ Ինչպես նշեցինք, այդ որ նոր ես ավարտում, նոր ավարտածը շատ դժվար է, հա։ Պետական ինձ թվում ավելի, ես պետականում գտա առաջի աշխատանքը, որտեվ ինձ թվում է մի քիչ ժամանակաշրջանից էլ էր կախված, որ ասենք ֆինանսական այս կրիզիս էր, ասենք շատ ֆիրմաներ, մասնավոր ֆիրմաներ, ասենք կարող է հենց այդ պահին չէին ուզում ինչ որ մեկին ընդունեին, դա ազդում է մի քիչ, բայց պետք է համբերություն ունենալ ու անդալ դիմել ու հա, ես օրինակ դիպլոմային աշխատանքը գրելու ժամանակ էլ պրակտիկա գտա, պրակտիկա էի անում advocat ֆիրմայում, դա շատ օգնում է։ Ու փորձ ձեռք բերելն է կարևորը։ Ինչպես հասկանում եմ, ինչպես ամենտեղ հենց առաջինն է ամենադժվարը, դրանից հետո առաջինը դժվար է, դրանից հետո ես նկատել եմ, այո, շատ ճիշտ, ես հենց փորձը դու ունես արդեն, օրինակ այս գործը ստանալուց Մարիայի նման ես էլ ամ քանի տեղից առաջարկներ չգիտեի որ ընտրեի, որ ուր գնում ես կանչում են, դա շատ հետաքրքիր, որ ասենք արդեն փորձ ունես, մանավանդ Think Theory-ը եթե ունես, շատ attract, որ քեզ բոլորը ուզում են այդ տենց իրավաբան, որտեղ արդեն շատ փորձ ունես ու հա, հնարավորությունները շատ են, դրա համար եթե ինչ-որ մեկը մտածում է դա անի, շատ խորտ կտամ, թեկուզ դժվար է, թեկուզ շատ ժամանակ ես ներդնում, բայց արժի 100%, որտեղ դռները ավելի են բացվում։ Փոխհատուցում, լավ։ Իսկ Շվեդիայում շատ իրավաբաններ չկան, ոնց հասկանամ, ճիշտ է, ասենք ինչ ընկալում ունեք դրա մասին։ Հայ նկատի։ Հայ։ Ես կարող եմ ասել, որ ես մի քիչ ավելի շուտ եմ սովորել, իմ շրջանում ես նենց կուզենայի, որ հայ ուսանողներ լիներ, թեկուզ իրավաբան չէ, բայց ընդհանրապես հայ ես արև առաջի հայ ուսանողն էի,
ասենք այդ տարիներին չկային շատ հայեր, բայց հիմա ես նկատել եմ, որ շատերն են մեր դե արդեն երևի որ Շվեդիայում են մեծացել շատերը, շատ ավելի իրավաբաններ շատացել են իմ կարծիքով։ Մի քանի ունես քո հոգու ծանոթների մեջ ունես հայ իրավաբաններ։ Ես Քրիստինեին եմ ճանաչում, Քրիստինեին, որ ինքն էլ է իրավաբան, ու գիտեմ մի քանիսի, դե որ ասենք դատարանում եմ աշխատում, շատ գործեր եմ տեսնում, ասենք հայ իրավաբանների անունները որ տեսնում եմ, անուններ արդեն, տեսնում հա, ես։ ու շատ Հետաքրքիր, որտեղ մեր հետաքրքիր պրոֆայլի է։ խմբում շատ քիչ կան։ Ես որ փորձում իրավաբանների հարցազրույց նախապատրաստեմ, շատ դժվար է ճիշտ ասած գտնել իրավաբաններ ու չգիտեմ, կան թե չեն։ Շատ չենք, Կան, բայց քիչ են, հա։ Նրանք շատ են, բայց քիչ են։ Մարիա, դու հանդիպել ես։ Մի քանի հատ հանդիպել եմ, շատ հետաքրքիր էր, ես կոնֆերանսի գնացի Հայաստանում իրավաբանների համար էր բոլոր երկրներից կանչել են կոնկրետ իրավաբաներ Հայաստանում է։ Մենք Շվեդիայից 4 հոգի ենք։ Ու ես կասեի, դիլի շատ է։ 4-ը, հո 4-ը։ 4 հոգի հենց կոնկրետ Շվեդիայից գնացել ենք Հայաստան այդ կոնֆերանսը։ Ու փաստորեն իրենց դու ճանաչում ես, իրենց հետ կապ ունես։ Այո, Կրիստինեն մեկն էր, Լևոնը կա, Դավիթը կա, Մոնան կա, այտենց մի քանի հատ անուն ոնց գիտեմ, էլի, չէ, կան։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր կլինի հանդիպել։ Հաճախ այստեղ հարց են առաջանում միգրացիոն ծառայությունների հետ կապված տեղացի հայերը։ Միգրացիոն օրենքների հետ կապված իրավաբան գիտեք, ում կարող եք խորհուրդ տալ, ու նկատել եմ, որ շատերը դժվարանում են գտնել հայ իրավաբաններ, որ կարողանային օգնել այդ հարցերում։ Ես որ advocat ֆիրմայում եմ աշխատում, ինձ մի քանի հոգի խորհուրդ էր տվել, ու տենց Facebook-ով դիմել են, ու ես օգնել եմ, ասենք, համ մեր ֆիրմայում որպես կլիենտ, համ ուրիշ հարցերով, նույնիսկ ուրիշ երկրներից, բայց երևի պիտի ինչ-որ մեկը ճանաչի, իմանա, որ տենց խորհուրդ տա։ Լավ։ Ու ուրիշ հարց կարող ենք քննարկել նաև, օրինակ ձեր աշխատանքը, առօրյա աշխատանքը, ինչպես կնկարեք, ինչքան մասն է վարչականը, ինչքան մասն է հենց իրավաբանություն, չնայած վարչականը աշխատանքային օրը ձեր ինչպիսին է, կարճ եթե նկարագրեք, ու ինչ եք սիրում ու չեք սիրում ձեր աշխատանքում, թե դրա մասին մի փոքր դրա մասին զրուցենք։ Ու իմ օրը շատ խառն է, նայած ինչ օր, շատ դժվար է ասել, ասենք իմ օրս ոնց է, տմա շատ տարբեր է, բայց ինչը որ շատ եմ սիրում, այդ շփվում է մարդկանց հետ, դա ես շատ էի կարոտում, երբ որ դատարանում էի աշխատում, որ այդ շփումը չկա։ Ու ես իրավաբանում դարձեմ, որովհետև ես ուզում եմ օգնեմ մարդկանց, ես ուզում եմ դիմավորեմ, հասկանամ, խնդիրը ոնց կարամ օգնեմ, դա դատարանում ընդհանրապես չկա։ Դմար դա շատ էի կարոտվում, դա որ ամենաշատը ես սիրում եմ, հատկապես երբ որ օգնում ես ու յանց ռեակցիան էլի։ Իսկ ինչ չես սիրում, Մարիամ։ Դե երբ որ ընտանիքային օրենքների հետ ես զբաղվում, շատ դեպքեր կա, երբ որ, չգիտեմ, բաժանվել են կամ մեկը մահացել է, տենց ու պետքա այդ ոնց որ իրանց շատ կրիզիսի մեջ են, էլի, շատ տենց Սրտիդ մոտ ես են։ Հա, դա դժվար, որ երբ որ կամ այդ համ տուն չմտածեմ այդ մասինը։ Հա, կարողանաս առանձնացնես այդ։ Այո։ Լավ, Տաթև ջան, դու ինչ կասես դրա մասին։ Ես համամիտեմ, ես էլ եմ ֆիրմայում աշխատել, կլիենտներ եմ ունեցել տարբեր տեսակի, տարբեր հարցերում, թե երեխաներ, թե մեծ մարդիկ, թե միգրացիոն հարցեր, թե ուրիշ եւ քրեական ու մի քիչ ոնց որ պսիխոլոգ պիտի աշխատես շատ հարցերում, իրանց պսիխոլոգն ես դառնում։ Դա էլ է շատ հետաքրքիր, որ կարող ես մարդկանց օգնել, մանավանդ միգրացիոն հարցերով, շատ դա էր ինձ շատ դուր գալի ֆիրմայի, որ կարող էի օգնել մարդիկ թույլտվություն ստանային, մնային։ Հիմնականում դա շատ դժվար է, եթե ինչպես գիտեք, այս միգրացիոն օրենքները անընդհատ փոխվում են ու դեպի ավելի խիստն են, ավելի խստացնում են ու հիմա այս մի եկող տարի ավելի ավատանալու վիճակը, տենց այդ հարցերով դրա համար շատ դժվար է։ Փոփոխություն կա գալիք միգրացիոն օրենքի հետ կապված, որ կուզենայի տեղեկացնել մարդկանց։ Այո, եկող տարի արդեն 2026 թվականից Եվրոպայի մասշտաբով նոր օրենքներ են ընդունելու հենց փախստականների հարցերով ու ամեն ինչ փոխվելու է։ Բոլոր հələ դեռ չգիտենք, այս արդարադատության դատարան, այդ Justiție Departament որ կոչվում է, արդարության
նախարարությունը, հա, իրանք հիմա այդ հարցերով են զբաղվում ու եկող տարի բոլոր եվրոպական երկրներում պետքա բոլոր փոխվի ու Շվեդիայում հենց կոնկրետ շատ հարցեր են փոխվում, հիմա առաջարկ կա, որ մշտական թույլտվություն ուզում են հանեն, փախստականների համար, այո, ընդհանրապես մենակ ժամանակավոր տան, դեռ հələ օրենքը դա չի ընդունվել հիմա այդ աշխատանքի միջոցով որ եթե փախստականով չեն ստանում, այդ աշխատանքի միջոցով կարող էին դիմել, հիմա այդ իր հնարավորությունը արդեն վերացել է այս տարի ապրիլի 1-ից էլ արդեն չեն անում։ Աշխատանքային իրավունքով մշտական ստանալու իրավունքն է։ Մշտականը չէ, այն ժամանակ միջև հիմա օրենքը այսպես էր, որ եթե փախստականի կարգով եթե դիմում ես կամ ուրիշ հարցերով դիմում ես ու մերժում ես ստանում, դու կարող ես մի կոնկրետ ժամանակ կա, կարծեմ 3 շաբաթվա մեջ, թե ինչ այդ որոշումից հետո, եթե աշխատանք ես գտել, աշխատում ես Շվեդիայում, կարող ես աշխատանքի իրավունքով դիմել եւ ստանալ թույլտվություն։ Հիմա այդ հնարավորությունը հանել են, այլ չկա։ Այսինքն եթե միանգամից, այո, իրավունք չունես, ու այսինքն փախստականի կարգով եթե չես ստանում, նենց էլ չես կարող, աշխատանքով էլ չես կարող ստանալ, ավելի խստացրել են։ Ու ասենք աշխատանքի թույլտվություն մենակ եթե ուրիշ երկրից ես դիմում, արդեն եթե ստեղ գործ ես ստացել, մենակ այդ դեպքում կարող ես ստանալ։ Ու գնալով ավելի տենց խիստ օրենքները, ավելի խստանում են օրենքները, շատ փոփոխություններ են սպասվում։ Բայց Եվրոպայի մասշտաբով դա է ամենամեծ փոփոխությունը 2026 թվականին կլինի, կարծեմ հուլիս ամսից, մենք էլ դեռ չգիտենք ինչպես կլինի, բայց այս միգրացիոն հարցը շատ է փոխվելու։ Մարիա, իսկ որտեղ որ դու աշխատում ես, քեզ մոտ գալիս են քաղաքացիներ, անհատներ միգրացիոն խնդիրներով։ Չէ, միգրացիա ես ընդհանրապես չունեմ, բայց ոնց որ հայ Եվաբան շատ տենց հարցերը ստացել եմ ու ես խորհուրդ կտա յոգ որ մարդ կարդա հարցնի մինչև այստեղ գալ է։ Դմար շատ տենց դեպքեր այլ է որ եկել են այստեղ նոր այդ կարևոր հարցերներ տալիս է։ Ու ասենք Migrationsverket իրանց սայթում իրանք ունեն նույնիսկ տարբեր լեզուներ։ Դու դի շատ հեշտ կարաս մտնես, նայես, թարգմանես ու հասկանաս, գոնե մի քիչ հասկանաս ինչա քեզ սպասվում է։ Այդ ես իոգ խորհուրդ տայ, որ մինչև գալ է այդ սա հարցերը քեզ հարցնես, եթե դու չես կարա պատասխանես Եվաբանին։ Բայց մինչև գալ այդ հարցերը գիտեն մարդիկ, ինչպես ինֆորմացիա։ Շատ հարցեր, հա, իհարկե 100% չես իմանում, բայց գոնե պատկերացնում ես ինչա, ոնց է։ Շատերը չեն իմանում, ուղղակի սենց գալիս են ու մտածում են ամեն ինչ լավ կլինի, հենց որ հասնեն Շվեդիա, պետք է չի։ Ու շատ հարցերում պետքա դու արտասահմանից դիմես, նույնիսկ ասենք ամուսնանալու խնդիրը կամ ասենք երեխա գալիս են ստեղ երեխա են ունենում, ընկնում են ծախսերի ու այլի դեպորտի տակ են ընկնում, հետ են ուղարկում, դա շատ ամընտանիքն է կիսվում, դա շատ դժվար է լինում։ Ստեղ տեղում ստանալը դժվար է շատ։ Մենակ փախստականները կարող են հիմնականում տեղում դիմել, իսկ ոնց որ առաջնահերթ պետքա արտասահմանից դիմես թույլտվություն ստանալու համար։ Կարծում եմ միգրացիոն ծառայություններում բավականին շատ ու լավ ինֆորմացիա կա, եթե պետք է լավ ուսումնասիրել թերևս։ Այո, անգլերենով կա, ինչպես նշեց ուրիշ լեզուներով էլ կա ու կարելի է հարցնել։ Մենք այդ միգրացիոն գործերը շատ ունենք ու շատ հետաքրքիր է, բայց շատ դժվար է։ Պետքա եթե բոլոր ոնց որ թույլտվությունները նախորդ իմանաս ինչա պահանջվում, ըստ դրա դիմես, ավելի հեշտ կլինի շատ։ Լավ, սա շատ ծավալուն թեմա է, երևի շատ չխորանանք։ Մարիան նշեց, որ շատ հաճախ երբ որ հանդիպում է դժվար խնդիրների աշխատանքի վայրում, նեգատիվ կամ չուտախոր պատմությունների աշխատում է այդ ամեն ինչը տուն չբերի։ Այդ թե խոսենք դրա մասին, թե ինչպես եք բալանսավորում ձեր կյանքը աշխատանքից դուրս, ինչով եք զբաղվում աշխատանքից դուրս, ինչ կպատմեք դրա մասին, աշխատանքից դուրս իրավաբանները ինչ են անում։ Շատ լավ։ Մարիա, չեմ սկսես, դու պատմեցիր նաև Ագբուի մասին։ Այդ ընթացքում Ագբուի մասին, եթե կուզենաս մի քանի բառ պատմես։ Ինչի մասին։ Ագբու։ Հա, AGB-ի մասին։ AGB-ի մասին կներես, հա։ Հա, Ագբուի մասին, հա, ճիշտ է։ Մի բան որ զբաղվում եմ բացի աշխատել ես այդ AGB-ն է, որը որ ես ուզում եմ YP Young Professional համայնք բացեմ Շվեդիայում ու դա վրա ենք աշխատում է։ Ինչ է դա իրենց ներկայացնում, այսինքն դրա իմաստը ինչ է։ Ինչ է համայնքը
տարիքը 22 տարեկանից մինչև 40 տարեկան, ով որ սովորել է եւ աշխատում է հայ Շվեդիայում կարա անդամ լինի ու տենց տարբեր մենք տարբեր տենց էվենտներ ենք ուզում անենք համ կուլտուրելա, սոցիալա, ինտելեկտուալա տենց տարբեր տեսակի էվենտները ուղղակի շատ կարևոր է որ մենք Շվեդիայում տենց պլատֆորմ ունենանք որ մենք կարանանք այդ հայերը որ ասենք կրթված են աշխատում են միտեղ կարանանք հանդիպենք ու այդ շփումը ունենանք էլի Այդ պլատֆորմը կա այդ AGB-ի պլատֆորմը Շվեդիայում ապրող երիտասարդների կա այդ պլատֆորմը գործում է Շվեդիայում հիմա չկա շուտով կլինի բայց ամբողջ աշխարհում կա մի 50 տարբեր քաղաքներում արդեն այդ YP համայնք այդ որ ջայլների համար է դա արդեն կա ու հիմա հեսա շուտով Շվեդիայում էլ կբացենք ում հետաքրքրում է կարող են կապվել քեզ եւ ավելի հետաքրքրվել այո իսկ AGB-ից բացի ինչով ես զբաղվում ազատ ժամանակ բացի այդ ես օրինակ շատ եմ մեդիտացիա անում ես օրը մի ժամ ամբողջ մի ժամ ես մեդիտացիա եմ անում էդի երբ որ գնացքի մեջ նստած գնում եմ գործի մեդիտացիա եմ անում էդի շատ անձի օգնում ու հատկապես թողնել էլի գործի տեղը Այդ մեդիտացիայի համար այնպես չի որ այդպես ազատ հանգիստ միջավայր է պետք գնացքում ո՞նց ես կարողանում դա անես Երևի սովորեմ այդ շատ երևի մի 5 տարի է ես այդ սովորել եմ գնացքով գնալ միտեղ չգիտեմ ինձ տենց համել տեղ կա չէ գնացքի մի տեղ կա որ տեղ ձեն չի կարելի անել թիստ հա այդտեղ հա այդտեղ եմ միշտ նստում Իսկ քո սիրած զբաղմունքը ո՞նցն է եթե տենց խոսենք ազատ ժամանակ ամենաշատ ինչ ես սիրում այլ մեդիտացիա ազատ ժամանակ հենց որ ասենք ժամանակ եմ ունենում շատ եմ սիրում ասենք գետալ նոր տեղեր տնալ նույնիսկ ասենք շաբաթ կիրակի եթե տոմս գտնեմ հարմար էժան իսկ եթամ ասենք օրինակ թռնեմ մի ուրիշ քաղաք Եվրոպա ու հետ գտամ էտել ճամփորդել բացահայտել հա դա շատ եմ սիրում բացի էդի ես շախմատ եմ շատ խաղում հեռախոսով օնլայն տանով եմ զբաղվում ու գիրք կարդալ Շախմատը գեներով եկել է, հայկական գեներով շախմատ խաղալ եկել է։ Վերջի գիրքը որ կարդացել ես ո՞րն էր։ Վերջի գիրքը շվեդական գիրք էր ու անունը Սեկեն։ Խորհուրդ կտաս։ Այո, շատ լավն էր։ Լավ, մեր գրքի ակումբում կներառենք Տաթև։ Տաթև ջան, դու ինչ կպատմես քո ազատ ժամանակի մասին, շնորհակալություն Մարիա ջան։ Ես էլ ուզում եմ նշեմ, որ իրավաբան ինչպես նկատեցիք, որ ասում եմ շատ ծավալուն աշխատանք է, թե որ ուսանողական տարիներից, թե նամա շատ առողջությունը շատ կարևոր է։ Ես շատ եմ փորձում եմ շատ մարզվեմ, յոգայով եմ զբաղվում, բարի եմ գնում, նկարչություն եմ անում, դա էլ մեդիտացիան է, նկարում եմ շատ գրքեր եմ շատ սիրում կարդալ, դե իհարկե մոտիկ մարդկանց հետ շփվել ու ճանապարհորդել էլ խոսք չկա, որ ինչքան հնարավորություն ունեմ այս ցուրտ սառը կլիմայից փախնելու փախնում եմ։ Եթե Հայաստան կարողանում եմ գնալ, շուտ կարող եմ փորձում եմ Հայաստան գնալ, որտեվ շատ եմ կարոտում, համ բարեկամներ ունեմ, համ մանկության ընկերներ, համ ուտելիքն եմ կարոտում, միրգերը եւ այլն։ Ծիրանը, այսա շուտով գնալու եմ մի ամսից, այնց որ Ծիրանին կհասնես այս տարի։ Հա։ Ու գրքեր եմ մետագրքի ակումբ եմ մեր ճիշտ ասած մեր գործի տեղն էլ ենք գրքի ակումբ բացել, տեղալ եմ գիրք կարդում, Շվեդիայի հայրենների գրքի ակումբին եմ փորձում մասնակցել։ Այսինքն շատ տարբեր տարբերություններ ունես, այդ թվում նկարել եւ այլն։ Իրավաբանները բազմապրոֆիլ են փաստորեն մեր շատ։ Լավ, մեր ժամանակը կամաց մոտենում է իր ավարտին, երևի տամ վերջին եզրափակիչ հարցս։ Ու գիտեք ինչ հարցի ուզում ես պես տալ այս անգամ։ Եթե ֆինանսապես անկախ լինեիք, ինչ կանեիք, ինչով կզբաղվեիք։ Ով է ուզում առաջինը պատասխան։ Եթե ստիպված չլինեիք աշխատելու համար։ Ես կաշխատեի։ Դու կաշխատեի։ Ես կաշխատեի, հա։ Ոչ մի բան երևի չէի փոխի։ Կարող մի քիչ ավելի քիչ կաշխատեի, դի հաստատ։ Ու նույն աշխատանքը կանեիր, Մարիա։ Հա, նույն աշխատանքը կանեի, հա։ Մարդկանց օգնելու քո այդ ձգտումը, որի սկզբանը քեզ դրթել է, թերևս կշարունակեիր։
ու դա իսկ եթե ասենք ինչ երազանք ունես, այդ երազանք ունես ոչ տես գլոբալ, քո անձի հետ կապված երազանք։ Ես միշտ ասում եմ երազանքներ չունեմ, մոլ ունեմ, ինձ դրամա բարամոլ, մի քանի բան կա որ ասենք հələ ուզում եմ հասնեմ, դե ուզում եմ ավելի շատ աշխատանքային փորձ ձեռք բերեմ, ավելի լավ իրավաբան դառնամ, զարգանամ, կարիերայս ասենք առաջ գցեմ, իմս բացեմ, օրինակ էդի տենց մի երազանք է։ Երազանք։ Շարունակես մարդկանց օգնել այդ ոլորտում։ Հաջողություն, մենք կհետևենք քո հաջողություններին այդ ոլորտը։ Տաթև դու ինչ պատմես, եթե ֆինանսապես անկախ լինեիր, ինչ կանեիր։ Ես ճիշտ ասած երևի կճանապարհորդեի որպես մի 10 տարի երևի, եթե ոչ։ Ես շատ կուզենամ ոնց որ ամբողջ աշխարհը տեսնեմ։ Ինձ շատ հետաքրքրում է, միշտ հետաքրքրասիրած եմ եղել բոլոր հայտնաբերել, ծանոթանալ տարբեր մշակույթների ու հիմա որ այսքան աշխատանքը շատ է, ոնց որ այդ հնարավորությունները շատ քիչ են արձակուրդի, ոնց որ սա աշխատանքի վրա է հիմնավորված, ազատ ժամանակը շատ քիչ է, մեր տարիքային բանով է, ոնց որ չի ուզենա աշխատել մի քանի տարի, ոնց հնարավոր ճանապարհորդեի, աշխարհը բացահայտեի, բայց հետագայում կուզենա, եթե ֆինանսական բան կախվածություն չլիներ, Շվեդիայում երևի չի ապրի 100%, ավելի տաք երկրներում կուզենայի ապրեի, ու կուզենայի ավելի միջազգային իրավունքով զբաղվել, ավելի եթե ստացվեր, ասենք հայկական հարցերով կարող զբաղվել ինչ-որ տենց միջազգային կառույցներում, միությունում, թե եվրոպական, թե եւ հայկական հարցերով այդ շատ կուզենայի հետագայում։ Օգտակար լինել երկրի եւ մարդկությանը։ Եվ ավելի շատ է հենց ձգտում ես միջազգային իրավունքները, հենց մարդկային իրավունքները պաշտպանելը, հենց մարդկանց օգնելը, բայց հենց այդ ոնց որ level-ի վրա, այսպես ասած, որ ոտնահարում չլինի մարդկային իրավունքների։ Բարձ է։ Ոսկու շատ բարձր եւ ազնիվ ցանկություններ ունեք երկուսդ էլ։ Դե ինչ, երևի այսքանով ամփոփենք, ավարտենք։ Շատ շնորհակալ եմ ձեզնից։ Ահագին շատ նորություններ իմացանք ձեր ոլորտի մասին, ձեր մասնագիտության մասին։ Վստահ եմ շատերին կոգեշնչեք ու կդարձեք դառնալ իրավաբան։ Ու թերևս էլ ոչ ոք չուզենա թարգմանիչ դառնա, շատերը գան իրավաբանության ոլորտ։ Շնորհակալություն, կրկին ինչպես ասում եմ, հաջողություն ու դեռ կհանդիպենք։ Շուտով մեր գրքի ակումբն է, այնպես որ հուսամ այնտեղ կհանդիպենք։ Շատ շնորհակալություն, շատ հաճելի էր։ Տեսություն ձեզ։